Սիրո մի ժեստ վերածվում է սարսափի, երբ նա բռնում է իր հարսնած, փորձելով սպանել իր մորը։ Կինը, որը ասում էր, թե սիրում է նրան, ամուսնությունը տեսնում էր որպես դեզեսպերացած փախուստ։ Բայց հենց մոր հետ կրկին հանդիպելիս նա հասկանում է այն մեկի արժեքը, ով երբեք իրեն չի լքել։ Այս պատմությունը սկսելուց առաջ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Մարտյան մանր անձրը թակում էր կենտրոնում գտնվող գործարար շենքի վերջին հարկի պատուհանները, որտեղ Ռաֆֆի Սարգսյանն ավարտում էր հանդիպումներով լի հերթական օրը, որոնք որոշում էին հազարավոր աշխատատեղերի ճակատագիրը։ 45 տարեկանում նա կայսրություն էր կառուցել, որը սկսվել էր կնքահորից ժառանգած հաշվապահական փոքրիկ գրասենյակից վերածվել երկրի խոշորագույն ֆինանսական խորհրդատվական ընկերություններից մեկի։ Նրա միշտ անթերի կոստյումները, ուղիղ կեցվածքը մրցակիցներին ահաբեկող սուր հայացքը մի մարդու այցեքարտն էին, ով վաղ տարիքից սովորել էր, որ հաջողությունը բացարձակ կարգապահություն է պահանջում։ Սակայն այդ երեկո Ռաֆֆին այլ ծանրություն էր զգում կրծքում։ Ոչ թե բազմամիլիոնանոց պայմանագրերն էին զբաղեցրել նրա միտքը, ոչ էլ ռազմավարական որոշումները, որոնք պետք է որոշեին ընկերության հաջորդ եռամսյակը։ Դա նրա մայրն էր, Սիլվա Սարգսյանը, որը մեկ շաբաթ առաջ թոքաբորբով հոսպիտալացվել էր Նաիրի բժշկական կենտրոնում։ Բժիշկներն ասում էին, որ նրա վիճակը կայուն է, բայց Ռաֆֆին այդ կնոջն ավելի լավ էր ճանաչում, քան ցանկացած բժշկական զեկույց։ Սիլվան այնպիսի կին չէր, որ անշարժ պառկեր հիվանդանոցի մահճակալին։ Նա շարժում էր էներգիա, մշտական ներկայություն նրա կյանքում այն օրվանից, երբ հայրը լքել էր նրանց, երբ ինքը ընդամենը 12 տարեկան էր։ Օրվա վերջին փաստաթղթերը ստորագրելիս Ռաֆֆին հիշում էր, թե ինչպես էր Սիլվան երկու աշխատանքի գնում, տունը պահելու համար։ Ցերեկը նա քարտուղարուհի էր Երանի կենտրոնում գտնվող փոքր իրավաբանական գրասենյակում։ Երեկոյան հայոց լեզվի մասնավոր դասեր էր տալիս ընդունելության քննությունների մասին երազող աշակերտներին։ Նույնիսկ հոգնած, նա երբեք բաց չէր թողել ծնողական ժողովները դպրոցում, երբեք չէր դադարել ստուգել իր տնային աշխատանքները, երբեք թուլություն ցույց չէր տվել իրենց արժ ծառացած դժվարությունների առաջ։ Հեռախոսը զանգեց, Ռաֆֆին դուրս բերելով մտքերից։ Զանգում էր Մարինե Վարդանյանը, նրա հարսնացուն 6 ամիս շա։ Ռունակ։ Նրա ձայնը փափուկ էր հնչում սարքի միջով, հարցնում էր նրա օրվա մասին, անհանգստություն հայտնում մոր համար։ Մարինեն հրաշալի բացահայտում էր եղել նրա կյանքում։ Նրանք ծանոթացել էին Մանուկների հույսը հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ նա համակարգում էր սոցիալական աջակցության ծրագիր անապահով համայնքների միայնակ մայրերի համար։ Ի տարբերություն բոլոր այն կանանց, ում Ռաֆֆին նախկինում ճանաչել էր, Մարինեն կարծես անկեղծորեն անտարբեր էր իր հարստության նկատմամբ։ Նա ուներ կայունության խորհրդատվության իր սեփական ընկերությունը, վարում էր համեստ մեքենա հագնվում զուսպ նրբագեղությամբ։ Սիրելիս, արդեն 2 ժամ է, մորդ հետ եմ։ Նա հիմա հանգստանում է, բայց մի քանի անգամ քո մասին հարցրեց, ասաց Մարինեն հեռախոսով։ Բժիշկները քիչ առաջ անցան ասացին, որ նա հանգիստ օր է ունեցել։ Պարտադիր չէ այսօր գաս, եթե շատ հոգնած ես։ Ռաֆֆին ժպտաց, լսելով այդ հոգատարությունը։ Հարաբերությունների սկզբից ի վեր Մարինեն հատուկ ջերմություն էր ցուցաբերում Սիլվայի նկատմամբ։ Առաջին հանդի պումների ժամանակ նա հարցեր էր տալիս նրա մանկության, այն մասին, թե ինչպես է մայրը կարողացել միայնակ մեծացնել իրեն, ինչ զոհողությունների է գնացել։ Նշանադրության ընթացքում Մարինեն պնդել էր, որ արարողությունը պարզ լինի, շքեղ խնջույքի վրա ծախսվելիք գումարը հատկացնելով հատուկ ճանապարհորդության համար, որը Ռաֆֆին կարող էր կատարել մոր հետ ամուսնությունից հետո։ Ես կգամ, սիրելիս։ Պետք է տեսնեմ նրան տուն գնալուց առաջ, պատասխանեց Ռաֆֆին, թղթերը դնելով դարակը։ Շնորհակալ եմ, որ նրա հետ ես։ Գիտեմ, դա որքան կարևոր է մորս համար։ Իհարկե, սիրելիս։ Նա իմ ընտանիքն է։ Մոտ 40 րոպեից կհանդիպենք այնտեղ։ Ռաֆֆին անջատեց հեռախոսը, շարժվեց դեպի անձնական վերելակը, որը նրան ուղիղ կտաներ դեպի կայանատեղի։ Երանյան խցանումների միջով ընթանալիս նա մտածում էր, թե ինչպես է կյանքը փոխվել, երբ Մարինեն մտավ իր աշխարհ։ Նրանից առաջ Ռաֆֆին ապրում էր բացառապես աշխատանքի համար։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, գնում մարզասրահ, ժամը 7-ին հասնում գրասենյակ, հազվադեպ էր հեռանում երեկոյան 10-ից շուտ։ Անգստյան օրերին այցելում էր մորը Արաբկիրում գտնվող իր բնակարանում, բայց միշտ ծանրաբեռնված գործնական զանգերով մասնագիտական հոգսերով։
Մարինեի հետ Ռաֆֆին սկսեց բացահայտել հաճույքներ, որոնք մոռացել էր։ Նա համոզեց նրան վերցնել իսկական արձակուրդ, առանց կորպորատիվ բջջային հեռախոսի։ Նրանք միասին մեկնեցին Դիլիջան, որտեղ Ռաֆֆին մի ամբողջ շաբաթ անցկացրեց, չմտածելով ֆինանսական հաշվետվությունների մասին։ Մարինեն նա խրախուսեց նրան վերսկսել հին հոբբիները։ Նա իմացավ, որ պատանեկության տարիներին Ռաֆֆին կիթառ էր նվագում, նվեր գնեց մի գործիք, պնդելով, որ նա նորից սկսի նվագել։ Հարաբերությունները բնականon զարգացան։ 3 ամիս անց Մարինեն արդեն գիշերների մեծ մասն անցկացնում էր կենտրոնում գտնվող նրա բնակարանում։ 5 ամիս անց Ռաֆֆին նրա ձեռքը խնդրեց Դոլմամա ռեստորանում կազմակերպված մտերմիկ ընթրիքի ժամանակ։ Ամսաթիվը նշանակված էր սեպտեմբերին, պարզ արարողություն, մտերիմ հարազատների քիչ ընկերների ներկայությամբ։ Սիլվան սկզբում զգուշավորություն ցուցաբերեց հարաբերությունների արագության վերաբերյալ։ Հաղթանակ։ Ի զբոսայգում ճաշի ժամանակ նա զգուշորեն նշեց, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում։ Որդիս, դու այդ աղջկան այնքան կարճ ժամանակ է, ինչ ճանաչում ես։ Չի խանգարիս 1 տարի սպասել ամուսնանալուց առաջ, առաջարկեց նա լճում բադերին կերակրելիս։ Ռաֆֆին, սիրահարված, մոր անհանգստությունը մեկնաբանեց որպես բնական խանդ այն կնոջ կողմից, ով միշտ եղել էր միակ կարևոր կինը նրա կյանքում։ Մամ, ես երբեք ոչ ոքի հետ այսպես չեմ զգացել։ Մարինեն տարբերվում է բոլոր այն կանանցից, ում ես ճանաչել եմ։ Նա ինձ ստիպում է ցանկանալ ավելի լավ մարդ դառնալ, պատասխանեց նա, համոզված իր ընտրության մեջ։ Սիլվան չպնդեց, բայց Ռաֆֆին նկատեց, որ ընտանեկան հանդիպումների ժամանակ նա ուշադիր հայացքով հետում էր Մարինեին։ Հասնելով հիվանդանոց, Ռաֆֆին կայանեց ստորգետնյա հարկում ուղիղ բարձրացավ 12-րդ հարկի վերակենդանացման բաժանմունք։ Ախտահանիչի բնորոշ հոտը վայրի հանդիսավոր մթնոլորտը միշտ անհարմարավետություն էին պատճառում նրան, բայց նա սովորել էր այդ ամենօրյա այցելությունների շաբաթվա ընթացքում։ Ավագ բուժքույր Անահիտը նր. Ան ողջունեց մայրական ժպիտով։ Նա Սիլվային ճանաչում էր տարիներ շարունակ, այն օրվանից, երբ Ռաֆֆին իր մոր համար ձեռք էր բերել ամենաընդգրկուն առողջապահական ապահովագրությունը։ Բարի օր, պարոն Ռաֆֆի։ Ձեր մայրն այսօր շատ ավելի լավ օր է ունեցել։ Ջերմությունն ամբողջությամբ իջել է, նա առաջին անգամ կարողացել է ինքնուրույն ճաշել, տեղեկացրեց Անահիտը, թերթելով բժշկական գրառումներով թղթապանակը։ Տիկին Մարինեն ժամը 2-ից նրա հետ է։ Ինչպիսի։ Նվիրված աղջիկ է, այնպես չէ։ Ռաֆֆին ժպտաց, հպարտություն զգալով իր կատարած ընտրության համար։ Ամուսնությունից ընդամենը մի քանի օր առաջ նրա հարսնացուն արդեն ցուցաբերում էր այն նվիրվածությունն ու սերը, որը նա ակնկալում էր գտնել կյանքի ուղեկցուհու մեջ։ Միջանցքով դեպի սենյակ քայլելիս Ռաֆֆին կանգ առավ առաջին հարկի ծաղկի խանութում, որը դեռ բաց էր, գնեց սպիտակ շուշանների փունջ, Սիլվայի սիրելի ծաղիկները մանկուց։ Վերակենդանացման բաժանմունքի սենյակը գտնվում էր միջանցքի վերջում, ավելի մեկուսացված հատվածում, որը նախատեսված էր կայուն վիճակում գտնվող հիվանդների համար։ Ռաֆֆին լուռ բացեց դուռը, մտածելով, որ գուցե մայրը քնած է, ինքը չի ցանկանա արթնացնել նրան։ Նրա ձեռքի ծաղկեփունջը խուլ ձայնով ընկավ հատակին, որն արձագանքեց սենյակում։ Այն տեսարանը, որի ականատեսը դարձավ Ռաֆֆին, ամբողջությամբ կաթվածահար արեց նրա միտքը։ Մարինեն կռացել էր մահճակալի վրա, բարձը սեղմելով Սիլվայի դեմքին։ Մայրը պայքարում էր իրեն մնացած սակավ ուժերով, նրա փոքրիկ ձեռքերը փորձում էին հրել բարձը, ոտքերը դողում էին հիվանդանոցային սավանների տակ։ Մարինեն չէր նկատել նրա ներկայությունը, ամբողջությամբ կենտրոնացած լինելով այն բանի վրա, ինչ անում էր։ Ժամանակը կարծես անվերջ ձգվեց։ Ռաֆֆին տեսարանը դիտում էր դանդաղեցված ֆիլմի պես։ Մոր մարմինը պայքարում էր կյանքի համար, Մարինեի կենտրոնացած արտահայտությունը, սենյակի գերեզմանային լռությունը, որը խախտվում էր միայն Սիլվայի խորը շնչառությամբ։ Մի պահ Ռաֆֆին մտածեց, որ մղձավանջ է տեսնում, որ այդ անհնարին տեսիլքը իր հոգնած մտքի արդյունքն է։ Բայց հետո պաշտպանության բնազդը գերազանցեց անհավատությանը։ Ռաֆֆին երկու երկար քայլով հատեց սենյակը ուժգին լեց Մարինեին, ստիպելով նրան սայթաքել մի կողմ։ Անմիջապես նա կանգնեց նրա մահճակալի միջ, իր մարմնով պաշտպանելով մոր փխրուն մարմինը։ Սիլվան ուժգին հազում էր, խորը շնչում, օդ փնտրելով, նրա աչքերը լայն բացված էին սարսափիչ շփոթությունից։ Ինչ ես անում, հարցրեց Ռաֆֆին մի ձայնով, որն ինքն էլ չճանաչեց։ Դա ոչ բղավոց էր, ոչ էլ շշուկ, այլ ինչ-որ բան ցնցման զսպված զայրույթի մեջ։
Մարինեն նայեց նրան լայն բացված աչքերով, ձեռքերը տեսանելիորեն դողում էին։ Մի քանի վայրկյան նա նման էր արգելված բան անելիս բռնված երեխայի, որը չգիտեր ինչպես արդարանալ։ Հետո նրա արտահայտությունը արագ փոխվեց մի բանի, որը Ռաֆֆին մեկնաբանեց որպես հաշվարկված հուսահատություն։ Ռաֆֆի, փառք Աստծո, որ հասար։ Մայրդ խեղդվում էր, ես փորձում էի օգնել նրան։ Նա չէր կարողանում նորմալ շնչել, ես մտածեցի, որ Մարինեի ձայնը կտրատվում էր, բառերը խառնվում էին միմյանց, բացատրություն տալով, որը նույնիսկ իր համար կեղծ էր հնչում։ Ռաֆֆին նայեց հատակին ընկած բարձին, հետո մոր վախեցած դեմքին, հետո Մարինեին։ Բացատրությունը իմաստ չունե։ Եթե Սիլվան խեղդվում էր, Մարինեն պետք է կանչեր բուժքրոջը, պետք է փորձեր կատարել Հեյմլիխի հնարքը, պետք է աներ ամեն ինչ, բացի բարձը նրա դեմքին սեղմելուց։ Եվ Մարինեի արտահայտության մեջ ինչ-որ բան կար, մի լարվածություն, որը գերազանցում էր բժշկական արտակարգ իրավիճակի անհանգստությունը։ Սիլվան կարողացավ բավականաչափ տիրապետել իրեն, որպեսզի խոսի։ Նրա ձայնը խռպոտ էր, դեռ խորը շնչելով, բայց բավականաչափ պարզ, որպեսզի բառերը հասնեն որդուն։ Նա փորձում էր խեղդել ինձ, Ռաֆֆի։ Նա ասաց, որ ես ամեն ինչ խանգարում եմ։ Հաջորդած լռությունը խախտվեց միայն բժշկական սարքերի ձայնով։ Ռաֆֆին ուղիղ նայեց Մարինեի աչքերին, փնտրելով անմեղության որե նշան, որե բացատրություն, որը կարող էր արդարացնել այդ անհնարին տեսարանը։ Այն, ինչ նա տեսավ, մաքուր վախ էր, ոչ թե սխալ հասկացված մարդու անհանգստություն, այլ հանցանքի վայրում բռնված մարդու սարսափ։ Ես տեսա, ասաց Ռաֆֆին, նրա խոսքերը հնչեցին որպես վերջնական դատավճիռ։ Այդ պահին, կարծես կորցնելով սեփական լեզվի վերահսկողությունը, Մարինեն մրմնջաց մի բան, որը հավանաբար ցանկանար իրեն պահել։ Նա մինույն է ամեն ինչ փչացնելու էր, ասաց նա ցածրաձայն, գրեթե ինքն իրեն, բայց բավականաչափ բարձր, որպեսզի Ռաֆֆին լսի յուրաքանչյուր բառը։ Բժշկական սարքավորումների ազդանշանները սկսեցին հնչել, հավանաբար գործարկվելով Սիլվայի սրտի զարկերի փոփոխությունից։ Վայրկյաններ անց սենյակի դուռը բացվեց, երեք բուժքույր արագ ներս մտան, հետում հերթապահ բժիշկը։ Շարժումը Ռաֆֆին վերադարձրեց անմիջական իրականություն։ Մայրը բժշկական օգնության կարիք ուներ, նա պետք է պաշտպաներ նրան։ Մինչ բժշկական անձնակազմը զննում էր Սիլվային, ստուգելով նրա կենսական նշանները, փորձելով հանգստացնել նրան, Ռաֆֆին կանչեց հիվանդանոցի անվտանգությանը։ Մարինեն կանգնած էր սենյակի անկյունում, չիմանալով ինչ անել կամ ասել։ Նա փորձեց մոտենալ նրան, ձեռքը մեկնելով, կարծես թե ուզում էր դիպչել, բայց Ռաֆֆին բնազդաբար հետ քաշվեց։ Խնդրում եմ, թույլ տուր բացատրեմ։ Դու չհասկացար, թե ինչ տեղի ունեցավ։ Ես երբեք վնաս չէի տա մորդ, նա փորձեց մեկ անգամ, բայց նրա ձայնը չափազանց հուսահատ էր հնչում, բառերը չափազանց բեմա։ Դրված։ Երկու անվտանգության աշխատակից հայտնվեցին սենյակի դռան մոտ։ Ռաֆֆին դիմեց նրանց այնպիսի հեղինակությամբ, որը սովոր էր ճնշման տակ կարևոր որոշումներ կայացնել։ Այս կինը փորձում էր վնասել մորս։ Ուզում եմ, որ նրան անմիջապես հեռացնեն հիվանդանոցից ոստիկանություն կանչեն։ Մարինեն նայեց Ռաֆֆիին մի արտահայտությամբ, որը խառնում էր անհավատությունն ու խուճապը։ Ռաֆֆի, դու լուրջ չես ասում։ Մենք նշանված ենք։ 6 ամսից ամուսնանալու ենք։ Ես սիրում եմ քեզ։ Բայց մինչ նա խոսում էր, Ռաֆֆին հետում էր, թե ինչպես են բժիշկները զննում մորը։ Սիլվան տեսանելիորեն ցնցված էր, բայց գիտակից կարող էր պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Բժիշկը հաստատեց, որ նա չուներ խեղդվելու կամ շնչառական որևէ խնդրի նշան, որը կարող էր արդարացնել Մարինեի վարկածը։ Երբ անվտանգության աշխատակիցները մոտեցան Մարինեին, նրան հիվանդանոցից դուրս ուղեկցելու համար, նա վերջին անգամ շրջվեց դեպի Ռաֆֆին։ Ես քեզ սիրում եմ, Ռաֆֆի։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Այսպես չի կարող ավարտվել։ Ոչ այն ամենից հետո, ինչ մենք միասին պլանավորել ենք։ Այս Ռաֆֆին չպատասխանեց։ Նա մնաց մոր մահճակալի կողքին, բռնելով նրա ձեռքը, մինչ բժիշկներն ավարտում էին զննումը։ Ամիսներ շարունակ առաջին անգամ Ռաֆֆին զգում էր, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Այն կինը, որը քիչ էր մնում դառնար իր կինը, ուղեկցվում էր այդ սենյակից դուրս, նա սկսում էր գիտակցել, որ գուցե իրականում նրան չէր էլ ճանաչում։ Սիլվան սեղմեց որդու ձեռքն ավելի ուժեղ, քան նա կարծում էր, թե դեռ ուժ ունի։ Նրա աչքերը, դեռ վախեցած, փնտրում էին նրա աչքերը, լուռ անվտանգություն փնտրելով։
Ռաֆֆին կրացավ համբուրելու նրա ճակատը, զգալով մաշկի ծանոթ հոտը լուռ խոստանալով, որ այլս երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը նրան վնասի։ Սենյակից դուրս դեռ լսվում էին Մարինեի ճիչերը, որոնք արձագանքում էին միջանցքում, մինչ նրան տանում էին անվտանգության աշխատակիցները։ Նա բղավում էր, որ սիրում է նրան, որ ամեն ինչ թյուրիմացություն է, որ նա իր կյանքի ամենամեծ սխալն է գործում։ Բայց Ռաֆֆիի համար, որը նստած էր մոր մահճակալի կողքին այդ լուռ հիվանդանոցային սենյակում, այդ ճիչերը հնչում էին որպես մի կյանքի արձագանքներ, որը նա քիչ էր մնում ամբողջությամբ կորցներ։ Գիշերն իջավ երանի վրա, մինչ Ռաֆֆին մնում էր մոր մահճակալի կողքին, հետելով նրա շնչառության յուրաքանչյուր շարժմանը։ Բժիշկները հաստատել էին, որ Սիլվան ֆիզիկապես կայուն է, բայց հուզական ցնցումն ակնհայտ էր։ Նա ամեն 15 րոպեն մեկ սթափվում էր, սենյակում շուրջը նայելով, կարծես անտեսանելի սպառնալիքներ փնտրելով։ Նրա փոքրիկ ձեռքերը, որոնք Ռաֆֆին հիշում էր միշտ ուժեղ վստահ, թեթակի դողում էին հիվանդանոցի սպիտակ սավանների վրա։ Բժիշկ Հենրիկ Ավետիսյանը, թոքաբորբի բուժման պատասխանատու սրտաբանը, հոգեբուժական գնահատում էր պահանջել Սիլվայի համար։ Դա սովորական արձանագրություն չէր, բայց իրավիճակը հատուկ խնամք էր պահանջում։ Ռաֆֆին անմիջապես հավանություն տվեց։ Նա ուզում էր, որ մայրն ունենա բոլոր անհրաժեշտ աջակցությունը այդ տրավմատիկ փորձը հաղթահարելու համար։ Մինչ սպասում էր հոգեբույժի ժամանմանը, Ռաֆֆին չէր կարողանում դադարել մտովի վերանայել վերջին 6 ամիսները։ Ինչպես էր այդքան գույր եղել այն նշանների նկատմամբ, որոնք գուցե գոյություն ունեի։ Ինչպես կարող էր մի կին, որն այդքան նվիրված, այդքան հոգատար, այդքան անկեղծ էր թվում, պլանավորել այդքան սարսափելի բան։ Եվ ինչու իր մայրը։ Ինչ խոչընդոտ էր ներկայացնում Սիլվան Մարինեի համար։ Մասնավոր քննիչ Հովհաննես Մելիքյանը հիվանդանոց հասավ երեկոյան ժամը 10-ին։ Ռաֆֆին նրան վարձել էր 2 տարի առաջ, կարոր բանակցություններում մրցակիցներին հետաքննելու համար, գիտեր, որ Հովհաննեսը զգույշ արդյունավետ է։ 50 տարեկան տղամարդ, նախկին ոստիկան, Հովհաննեսը կարողանում էր գտնել տեղեկություններ, որոնք անհնարին էին թվում հայթայթել։ Պարոն Ռաֆֆի, ցավում եմ իրավիճակի համար։ Եկա, հենց որ ստացա ձեր զանգը, ասաց Հովհաննեսը, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Կարող եք ինձ ճշգրիտ պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Ռաֆֆին պատմեց ամբողջ տեսարանը, իր հիվանդանոց ժամանելուց մինչ այն պահը, երբ Մարինեին հեռացրին անվտանգության աշխատակիցները։ Հովհաննեսը մանրամասն գրառումներ արեց իր նոթատետրում, տալով կոնկրետ հարցեր ժամերի, Մարինեի ասած ճշգրիտ բառերի մասին, թե արդյոք Ռաֆֆին տարօրինակ բան էր նկատել նրա վարքա գծում վերջին օրերին։ Ինձ անհրաժեշտ է, որ ինձ տաք Մարինե Վարդանյանի մասին ունեցած բոլոր տեղեկությունները։ Փաստաթղթեր, հասցեներ, որտեղ եք ծանոթացել, ընդհանուր ընկերներ, նրա ընտանիքը։ Ամեն ինչ, ինչ կարող եք տրամադրել, պահանջեց Հովհաննեսը։ Եվ ես պետք է դա անեմ, նախքան նա ժամանակ կունենա ոչնչացնելու ապացույցները կամ ստեղծելու փաստերի այլ տարբերակ։ Ռաֆֆին բացեց իր դրամապանակը, Հովհաննեսին տվեց բոլոր այն քարտերը, որոնք Մարինեն տվել էր իրեն։ Նրա ընկերության այցեքարտը, ակումբի անդամության քարտը, որտեղ նա պիլատեսով էր զբաղվում, կրեդիտ քարտերը, որոնք նրա անունով էին, բայց որոնք Ռաֆֆին վճարում էր որպես հարաբերությունների մեջ առատաձեռնության ժեստ։ Մինչ յուրաքանչյուր իրը փոխանցում էր քննիչին, Ռաֆֆին գիտակցում էր, թե իրականում որքան քիչ բան գիտեր իր հարսնացուի կոնկրետ կյանքի մասին։ Որտեղ է գտնվում նրա ընկերությունը, հարցրեց Հովհաննեսը, զննելով Վարդանյան կայունության խորհրդատվություն ընկերության այցեքարտը։ Ռաֆֆին հասկացավ, որ երբեք չի այցելել Մարինեի գրասենյակ։ Հարաբերությունների 6 ամիսների ընթացքում բոլոր հանդիպումները տեղի էին ունենում նրա բնակարանում, ռեստորաններում կամ սոցիալական միջոցառումներին։ Մարինեն միշտ հավանական պատճառաբանություններ ուներ, երբ նա առաջարկում էր ծանոթանալ նրա աշխատավայրին։ Ասում էր, որ գրասենյակը վերանորոգման մեջ է, կամ որ արտաքին հանդիպումներ ունի, կամ որ նախընտրում է մասնագիտական կյանքը անձնականից առանձին պահել մինչ ամուսնությունը։ Անկեղծ ասած, Հովհաննես, ես երբեք այնտեղ չեմ եղել։ Նա միշտ գալիս էր իմ բնակարան, կամ մենք հանդիպում էինք այլ վայրերում, խոստովանեց Ռաֆֆին, իրեն հիմար զգալով այս բացահայտումից։ Քննիչը դատապարտող հայացք չցուցաբերեց, պարզապես շարունակեց գրառումներ անել։ Իսկ նրա ընտանիքը։ Ծանոթացել եք ծնողների, քույրերի, եղբայրների հետ։ Ռաֆֆին բացասական պատասխան տվեց գլխով։ Մարինեն պատմել էր, որ միակ զավակն է, որ ծնողները մահացել են ավտովթարից, երբ նա 25 տարեկան էր, որ Երանում մոտ հարազատներ չունի։
Այն ժամանակ Ռաֆին կարեկցանք էր զգացել այդ միայնության համար, ցանկացել էր նրան առաջարկել այն ընտանիքը, որը նա չուներ։ Այժմ այդ պատմությունը չափազանց հարմար էր թվում։ Ընկերներ, ծանոթացել եք մարդկանց հետ, ովքեր նրա հետ շփվել են նախքան ձեր ծանոթանալը։ Եվս մեկ անգամ Ռաֆին հասկացավ, թե ինչպես էր Մարինեն ամբողջությամբ ինտեգրվել իր կյանքին, երբեք չներկայացնելով սեփական կյանքի տարրերը։ Նա ծանոթացել էր իր ընկերներին, մասնակցել ընթրիքների իր գործընկերների հետ, հաճախել նրա սոցիալական միջավայրերը։ Բայց Ռաֆին երբեք չէր ծանոթացել Մարինեի նախկին որեընկերոջ, երբեք չէր ներկայացվել նրա աշխատակիցներին, երբեք չէր մասնակցել նրա կողմից կազմակերպված սոցիալական միջոցառման։ Պարոն Ռաֆի, ողջ հարգանքով, բայց կարծես թե տիկին Մարինեն միակողմանի հարաբերություն է կառուցել։ Նա մտել է ձեր կյանք, բայց դուք երբեք չեք մտել նրա կյանք, նկատեց Հովհաննեսը այն մարդու անկեղծությամբ, ով նման դեպքեր նախկինում տեսել էր։ Այդ պահին Սիլվան շարժվեց մահճակալին, բացեց աչքերը։ Ռաֆին անմիջապես վեր կացավ, մոտեցավ նրան, բռնելով ձեռքը։ Մամ, ինչպես ես քեզ զգում։ Սիլվան նայեց որդուն, ապա Հովհաննեսին։ Նրա ձայնն ավելի ուժեղ էր, քան Ռաֆին սպասում էր։ Որդիս, ես պետք է քեզ մի քանի բան պատմեմ այդ կնոջ մասին։ Բաներ, որոնք ես նկատել էի, բայց չէի համարձակվում ասել։ Ռաֆին նստեց մահճակալի կողքի աթոռին, մինչ Հովհաննեսը զգուշորեն տեղավորվեց, պատմությունը լսելու համար։ Սիլվան խորը շունչ քաշեց, խոսքը սկսելուց առաջ։ Վերջին շաբաթներին, երբ Մարինեն գալիս էր ինձ այցելելու հիվանդանոց, ես տարօրինակ վարքագիծ էի նկատում նրա մոտ։ Երբ դու ներկա չէիր, նա անհամբեր էր դառնում, անընդհատ նայում էր ժամացույցին, խուսափողական էր պատասխանում հեռախոսին, երբ այն զանգում էր, սկսեց Սիլվան։ Բայց ամենաշատն ինձ անհանգստացրեց այն, թե ինչպես նա արձագանքեց, երբ ես առաջարկեցի, որ հետաձգեք ամուսնությունը, մինչ ես լիովին ապաքինվեմ։ Ռաֆին առաջ թեքվեց։ Ինչ ասաց նա։ Առաջին անգամ, երբ ես այդ թեմային անդրադարձա, նա արագ փոխեց թեման։ Երկրորդ անգամ նա տեսանելիորեն զայրացավ, ասաց, որ լավ չէ կարևոր պլանները հետաձգելը։ Երբ ես պնդեցի, որ ընդամենը մի քանի ամիսը տարբերություն չի տա նրանց համար, ովքեր իրար իսկապես սիրում են, նա կորցրեց ինքնատի լապետումը, Սիլվան դադար տվեց, շունչ քաշելու համար։ Նա ասաց, որ ես ոչինչ չեմ հասկանում իր կյանքից, որ չգիտեմ, թե ինչ ճնշումների է նա ենթարկվում, որ ես եսասեր եմ, ցանկանալով խանգարել ձեր երջանկությանը։ Հովհաննեսս մի քանի գրառում արեց, մինչ Ռաֆին մարսում էր այդ տեղեկությունները։ Մայրը երբեք ոչինչ չէր պատմել այդ խոսակցությունների մասին։ Նրա այցելությունների ժամանակ, երբ Մարինեն ներկա էր, ամեն ինչ ներդաշնակ հարգալից էր թվում։ Որդիս, ես ուզում էի քեզ հետ խոսել ավելի վաղ, բայց վախենում էի խանդոտ սկեսուրի տպավորություն թողնել, գիտես։ Դու այնքան երջանիկ էիր թվում, ես չէի ուզում լինել այն մայրը, որը խանգարում է որդու երջանկությանը, Սիլվան սեղմեց նրա ձեռքը։ Բայց երեկ, երբ նա ավելի երկար մնաց ինձ հետ միայնակ, ես որոշեցի ավելի ուղիղ լինել։ Ինչ ասացիր նրան, մամ։ Ես ասացի, որ կարծում եմ, որ դուք շատ արագ եք ամուսնանում, որ գուցե ավելի լավ կլիներ առնվազն 1 տարի սպասել, իրար ավելի լավ ճանաչելու համար։ Բացատրեցի, որ դա անձամբ նրա դեմ ոչինչ չէ, բայց որ ես քեզ միայնակ եմ մեծացրել, գիտեմ, թե որքան կարող է վստահ լինել կյանքի կարևոր ընտրություններում, Սիլվան մի պահ փակեց աչքերը, կարծես վերապրելով տեսարանը։ Նրա արձագանքը սարսափելի էր, Ռաֆի։ Նրա դեմքը կարմրեց, վեր կացավ աթոռից, ասաց, որ ես երբեք չեմ ընդունի որե կնոջ իմ որդու կյանքում, քանի որ հիվանդագին խանդ ունեմ։ Ռաֆին զգում էր, թե ինչպես է զայրույթը բարձրանում իր կրծքում։ Ոչ միայն իրականատես եղած սպանության փորձի համար, այլ այն բանի համար, թե ինչպես էր Մարինեն վերաբերվել մորը անձնական խոսակցություններում։ Սիլվան միշտ հարգալից կին էր եղել, որը երբեք չէր խառնվել որդու հարաբերություններին, որը միշտ աջակցել էր նրան իր ընտրություններում։ Այդ վիճաբանությունից հետո ես նկատեցի, որ նա ամբողջությամբ փոխեց իր վարքագիծն ինձ հետ։ Դարձավ սառը, հաշվարկող։ Երբ դու գալիս էիր, նա նորից դառնում էր ջերմ, բայց երբ մենք մենակ էինք մնում, կարծես դիմակը հանած լիներ, շարունակեց Սիլվան։ Այսօր, երբ նա եկավ այստեղ, ես քնած էի։ Արթնացա, նա փորփրում էր իմ պայուսակը, որը մահճակալի կողքի սեղանիկի վրա էր։ Հովան։ Եսն առաջին անգամ ընդհատեց։ Տիկին, տեսել եք, թե ինչ էր նա փնտրում։ Հստակ չգիտեմ, բայց նա նյարդայնացավ, երբ հասկացավ, որ ես արթուն եմ։
Ասաց, որ իմ համար թղթե անձեռոցիկ էր փնտրում, բայց իմ պայուսակում անձեռոցիկներ չկային։ Եվ նա ոչինչ չվերցրեց լոգարանի պահարանից, որտեղ բուժքույրերի թողած անձեռոցիկներն են, Սիլվան ուղիղ նայեց որդուն։ Դրանից հետո էր, որ նա նորից սկսեց խոսել ամուսնության մասին։ Ասաց, որ դուք շատ պլաններ ունեք, որ չեք կարող հետաձգել, որ իր կյանքը կախված է այդ միությունից։ Մոր խոսքերն արձագանքում էին Ռաֆֆիի մտքում, որպես մի գլուխկոտրուկի կտորներ, որոնք վերջապես սկսում էին իրար միանալ։ Մարինեն սիրահարված չէր իրեն։ Մարինեին այդ ամուսնությունը պետք էր մի պատճառով, որը սեր չէր։ Հովհաննեսը փակեց նոթատետրը, դիմեց Ռաֆֆիին։ Պարոն, ես պետք է հետաքննությունը սկսեմ հենց այս գիշեր։ Կստուգեմ նրա ընկերությունը, նրա տրամադրած հասցեները, ֆինանսական պատմությունը, եթե հասանելիություն ստանամ։ Նա կփորձեմ պարզել, թե որտեղ է նա եղել այսօր տեղի ունեցածից առաջ։ Հովհաննեսի հիվանդանոցի։ Հեռանալուց հետո Ռաֆֆին մնաց մենակ մոր հետ։ Սենյակի լռությունը խախտվում էր միայն բժշկական սարքերի ձայնով, հիվանդանոցի գիշերային շարժի հեռավոր մրմունջով։ Սիլվան նորից քնել էր, բայց նրա քունն անհանգիստ էր։ Ռաֆֆին հենվեց մահճակալի կողքի բազկաթոռին, երկար ժամեր անց առաջին անգամ թույլ տվեց, որ իր զգացմունքները դուրս գան։ Նա հիշեց, թե ինչպես 8 տարեկանում հիվանդացել էր խոզուկով։ Սիլվան 3 օր անընդմեջ բացակայել էր աշխատանքից, նրան խնամելու համար, նույնիսկ իմանալով, որ կկորցնի այդ օրերի աշխատավարձը։ Նա սառը թրջոցներ էր դնում, նրա ջերմությունն իջեցնելու համար, հատուկ ապուրներ էր պատրաստում, հեքիաթներ էր կարդում, որպեսզի նա քնի։ Երբ Ռաֆֆին հարցրեց, թե արդյոք նա անհանգստացած չէ աշխատանքից բացակայելու համար, Սիլվան պատասխանեց մի բան, որը նա երբեք չմոռացավ։ Որդիս, աշխատանք ուրիշը կգտնենք։ Մայր, դու միայն մեկն ունես։ Այժմ, 45 տարեկանում, Ռաֆֆին հասկանում էր այդ խոսքերի կշիռը։ Քանի՞։ Անգամ էր Սիլվան իր կարիքները վեր դասել սեփականից։ Քանի՞։ Հնարավորություն էր նա զոհաբերել, ապահովելու համար, որ ինքը լավ կրթություն, պատշաճ հագուստ, համապատասխան սնունդ ունենա։ Երբ Ռաֆֆին ընդունվեց համալսարան կառավարում սովորելու, Սիլվան վարկ վերցրեց, որը 5 տարի պահանջվեց մարելու համար, միայն թե վճարեր իրեն անհրաժեշտ գրքերի նյութերի համար։ Եվ հենց այդ զոհողությունների երախտագիտության համար էր, որ Ռաֆֆին կառուցեց իր ֆինանսական կայսրությունը։ Յուրաքանչյուր կնքված պայմանագիր, յուրաքանչյուր հաջող գործարք, ընկերության յուրաքանչյուր ընդլայնում միջոց էր հատուցելու այն ամենի համար, ինչ մայրն արել էր իր համար։ Երբ նա արաբգիրում բնակարան գնեց Սիլվայի համար, նա հուզմունքից լաց եղավ։ Երբ նա սպասուհի վարձեց, տունը խնամելու անձնական մարզիչ, նրա առողջությունը խնամելու համար, Սիլվան ասաց, որ իրեն երազի կյանքում է զգում։ Բայց Ռաֆֆին գիտեր, որ չնայած բոլոր նյութական հարմարավետություններին, որ կարող էր առաջարկել մորը, մի բան կար, որ նա չէր կարողանում տալ նրան, իր մշտական ներկայությունը։ Գործերը պահանջում էին ճամփորդություններ, հանդիպումներ, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր, որոշումներ, որոնք պետք է արագ կայացվեին։ Ռաֆֆին կրոնական ճշտապահությամբ այցելում էր Սիլվային կիրակի օրերին, ամեն օր զանգում էր նրան, բայց զգում էր, որ դեռ պարտական է նրան ավելի շատ ժամանակ, ավելի շատ ուշադրություն, ավելի շատ ընկերակցություն։ Հենց այդ հուզական բացի մասին մտածելով էր, որ Ռաֆֆին ոգորվել էր ամուսնության գաղափարով։ Մարինեն թվում էր այն կինը, որը կարող էր ոչ միայն իր կյանքի մասը դառնալ, այլ Սիլվային տալ այն հոգատար հարսին, որին նա արժանի էր։ Նշանադրության ընթացքում Ռաֆֆին պատկերացնում էր, թե որքան լավ կլիներ տեսնել, թե ինչպես է մայրը մշտական կանացի ընկերակցություն ունենում, մեկը, ով կարող էր նրան այցելել շաբաթվա ընթացքում, միասին գնումներ կատարել, խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնք ինքը որպես տղամարդ չէր կարողանում լիովին հասկանալ։ Իրավիճակի դառը հեքն։ Անքը Ռաֆֆին հարվածեց որպես ստամոքսի հարված։ Այն կինը, որը նա պատկերացնում էր, որ կխնամի մորը, փորձել էր սպանել նրան։ Այն մարդը, որը պետք է լրացներ ընտանիքը, փորձել էր ոչնչացնել այն։ Ամուսնությունը, որը պետք է լիներ երազանքի իրականացում, քիչ էր մնում վերածվեր իր կյանքի ամենավատ մղձավանջի։ Ռաֆֆիի բջջայինը զանգեց, նրան դուրս բերելով այդ մռայլ մտքերից։ Զանգում էր Հովհաննեսը մեքենայից։ Պարոն Ռաֆֆի, ես նախնական տեղեկություն ունեմ, որը դուք պետք է իմանաք։ Ես գնացի այն գործարար հասցեով, որը նշված է Մարինեի այցեքարտի վրա։ Շենքը գոյություն ունի, բայց այն սենյակը, որը նա նշել է, դատարկ է 4 ամիս շարունակ։
Դռնապանն ինձ ասաց, որ այդ հարկում երբեք կայունության խորհրդատվության որևէ ընկերություն չի եղել, Հովհաննեսի ձայնը լուրջ էր հնչում հեռախոսով։ Ռաֆֆին սառնություն զգաց ստամոքսում։ Ինչպես թե դատարկ։ Վարձակալության պայմանագիրը խզվել է անցյալ տարվա նոյեմբերին չվճարելու պատճառով։ Ես խոսեցի վարձատուի հետ, որն ասաց, որ վարձակալը անհետացել էր չվճարելով վերջին 3 ամսվա վարձը պարտքեր թող։ Նելով համատիրությանը, Հովհաննեսը դադար տվեց։ Պարոն, կարծես թե ձեր հարսնացուի ընկերությունը ամիսներ շարունակ այլս գոյություն չունի։ Ռաֆֆին նայեց հիվանդանոցի մահճակալին քնած մորը զգաց զայրույթի երախտագիտության խառնուրդ։ Զայրույթ, այդքան մշակված ձով խաբված լինելու համար։ Երախտագիտություն, ժամանակին հասնելու իր գոյության ամենակարևոր մարդու կյանքը փրկելու համար։ Շարունակիր հետաքննությունը, Հովհաննես։ Ուզում եմ ամեն ինչ իմանալ այդ կնոջ մասին։ Ո՞վ է նա իրականում, ինչ էր ուզում, ինչպես է իմ մասին տեղեկություններ ստացել, ասաց Ռաֆֆին, նրա ձայնը լի վճռականությամբ։ Եվ ուզում եմ իմանալ այս գիշեր։ Հեռախոսն անջատելուց հետո Ռաֆֆին նորից մոտեցավ մահճակալին, որտեղ հանգստանում էր մայրը։ Սիլվան բացեց աչքերը, կարծես զգալով նրա ներկայությունը։ Որդիս, լավ ես, հարցրեց նա, նրա մայրական ձայնը հնչում էր նույնիսկ իրավիճակի փխրունության մեջ։ Ռաֆֆին քնքշորեն բռնեց նրա ձեռքը, պատասխանեց մի բան, որը դուրս եկավ ուղիղ սրտից։ Հիմա լավ եմ, մամ։ Հիմա լավ եմ։ Արը մոխրագույն ծագեց եր։ Անի վրա, ազդարարելով մի շաբաթ օր, որը տարբերվելու էր Ռաֆֆիի կյանքի մյուս բոլոր օրերից։ Նա ամբողջ գիշերն անցկացրել էր հիվանդանոցում, երբեմն ընջելով մոր մահճակալի կողքի բազկաթոռին։ Սիլվան ավելի հանգիստ գիշեր էր ունեցել, ավելի քիչ սթափումներով, բժիշկները հաստատել էին, որ նրա ֆիզիկական ապաքինումը լավ է ընթանում։ Սակայն հուզականորեն մայրը, որդին դեռ մարսում էին տեղի ունեցածի մասշտաբները։ Առավոտյան ժամը 7-ին Հովհաննես Մելիքյանը հիվանդանոց հասավ, իր հետ բերելով փաստաթղթերով նոութբուքով լի թղթապանակ։ Նրա լուրջ արտահայտությունը ցույց էր տալիս, որ հետաքննության գիշերը արդյունավետ է եղել, բայց բացահայտումները հավանաբար հաճելի չէին լինի Ռաֆֆիի համար։ Նրանք հանդիպեցին հիվանդանոցի սրճարանում մի մեկուսի անկյունում, որտեղ կարող էին զրուցել առանց ընդհատումների։ Պարոն Ռաֆֆի, պետք է պատրաստվեք այն բանին, ինչ պատմելու եմ։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք, Հովհաննեսը բացեց թղթապանակը, սկսեց թղթերը դասավորել սեղանի վրա։ Մարինե Վարդանյանը այն չէ, ինչ ասել է։ Իրականում, գրեթե ոչինչ, ինչ նա պատմել է իր մասին, ճիշտ չէ։ Ռաֆֆին մի կում թունդ սուրճ խմեց, մտովի պատրաստվեց լսելու բացահայտումներ, որոնք հավանաբար կփոխեին իր կյանքի վերջին 6 ամիսների ընկալումը։ Նախ, մասնագիտական հարցը։ Վարդանյան կայունության խորհրդատվություն ընկերությունը գոյություն ունեցել է, այո, բայց պաշտոնապես փակվել է 8 ամիս առաջ, ոչ թե 4, ինչպես երեկ ասացի, Հովհաննեսը ցույց տվեց Հայաստանի արտարային ռեգիստրի փաստաթղթերը։ Նա կուտակել է ավելի քան 20 միլիոն դրամի պարտքեր մատակարարներին, աշխատակիցներին, հարկայինին։ Նրա անունը ներառվել է վարկային բյուրոներում, ՊԿ-իս ցուցակներում։ Ռաֆֆին թեքվեց թղթերի վրա, առաջին անգամ տեսնելով իր նախկին հարսնացուի ֆինանսական իրականությունը։ Փաստաթղթերը ցույց էին տալիս մի ընկերություն, որը լավ էր սկսել փոքր, բայց կանոնավոր պայմանագրերով, հետո արագ անկում ապրել։ Գործունեության վերջին ամիսները նշանավորվել էին անվճարունակ չեկերով, ուշացած աշխատավարձերով, չեղարկված պայմանագրերով։ Բայց մասնագիտական հարցը միայն այսբերգի գագաթն է, շարունակեց Հովհաննեսը, բացելով նոութբուքը։ Ես կարողացա մուտք գործել նրա վարձակալությունների պատմություն։ Մարինեին 3 ամիս առաջ վտարել են Դավթաշենում գտնվող բնակարանից չվճարելու պատճառով։ Այդ ժամանակվանից ես չեմ կարողացել գտնել նրա մշտական բնակության հասցեն։ Ռաֆֆին հանգույց զգաց ստամոքսում։ Ամբողջ հարաբերությունների ընթացքում Մարինեն միշտ ասում էր, որ վերանորոգում է իր բնակարանը, այդ պատճառով նա խնդրում է մնալ իր տանը։ Նա գալիս էր հագուստով անձնական իրերով լի ճամպրուկներով, բացատրելով, որ ավելի գործնական է ամեն օր տուն չվերադառնալ վերանորոգման ընթացքում։ Այդ դեպքում որտեղ էր նա ապրում, հարցրեց Ռաֆֆին։ Իմ հավաքած տվյալներով նա որոշ ժամանակահատվածներ անցկացրել է կենտրոնական շրջանների էժան հյուրանոցներում, հավանաբար վճարելով կրեդիտ քարտով։ Բայց վերջին 2 ամիսներին ոչ մի տեղ կեցության գրանցում չկա, Հովհաննեսը ցույց տվեց բանկային քաղվածքներ, որոնք ստացել էր ֆինանսական ոլորտի իր կապերի միջոցով։
Պարոն Ռաֆֆի, ներեցեք անկեղծությանս համար, բայց ձեր նախկին հարսնած ուն գրեթե անօթան վիճակում էր, երբ ծանոթացավ ձեզ հետ։ Այս տեղեկության ազդեցությունը կործանարար էր Ռաֆֆիի համար։ 6 ամիս շարունակ նա հավատում էր, որ հարաբերությունների մեջ է անկախ ֆինանսապես կայուն կնոջ հետ։ Մարինեն միշտ մերժում էր, երբ նա առաջարկում էր վճարել նրա հաշիվները, ասում էր, որ նախընտրում է պահպանել անկախությունը մինչ ամուսնությունը, պնդում էր բաժանել ծախսերը ռեստորաններում ճանապարհորդությունների ժամանակ։ Բայց նա վճարում էր հաշիվները, երբ մենք միասին դուրս էինք գալիս։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա օգտագործում կրեդիտ քարտ, վճարում տաքսիների համար, նվերներ գնում մորս համար, Ռաֆֆին փորձում էր համադրել իր հիշողությունները ստացած տեղեկությունների հետ։ Ահա այստեղ է, որ իրավիճակը դառնում է ավելի բարդ սարսափելի, Հովհաննեսը բացեց փաստաթղթերի մեկ այլ բաժին։ Մարինեն վերջին 8 ամիսների ընթացքում դիմել է 4 տարբեր կրեդիտ քարտերի համար, բոլորը բարձր սահմանաչափով, հիմնված եկամուտների մասին կեղծ տեղեկությունների վրա։ Նա հայտարարագրել է ամսական 2 միլիոն դրամի եկամուտ, երբ իրականում ամիսներ շարունակ եկամուտ չի ունեցել։ Ռաֆֆին սկսում էր հասկանալ իր կրած խաբեության մասշտաբները։ Մարինեն ոչ միայն ստել էր իր ֆինանսական վիճակի մասին, այլ ստեղծել էր անկայուն իրավիճակ, որը պայթել էր վերջերս։ Քարտերի սահմանաչափերը բոլորը գերազանցված են։ Նա ավելի քան 10 միլիոն դրամ է պարտք միայն կրեդիտ քարտերով, չհաշված մյուս պարտքերը։ Հովհաննեսը ցույց տվեց քաղվածքներ, որոնք բացահայտում էին մշտական գնումներ, նվազագույն վճարումներ, կուտակված տոկոսներ։ Եվս մի բան կա, պարոն Ռաֆֆի։ Ես կարողացա հավաքել նրա հարաբերությունների պատմությունը։ Ռաֆֆին պատրաստվեց մի քանի տհաճ բացահայտումների։ Մարինեն վերջին 5 տարիների ընթացքում 3 լուրջ հարաբերություն է ունեցել։ Բոլորը բարձր եկամուտ ունեցող տղամարդկանց հետ, գործարարներ կամ հաջողակ ազատ մասնագետներ։ Բոլոր հարաբերությունները տել են 4-ից 8 ամիս։ Բոլորն ավարտվել են կտրուկ, երբ նրանց ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ վտանգվել է, Հովհաննեսը բացեց լուսանկարներ, որոնք գտել էր սոցիալական ցանցերում հասարակական ամս ագրերում հետաքննության միջոցով։ Առաջինը Մարկոս Թովմասյանն էր, մարզասրահների ցանցի սեփականատեր։ Հարաբերություններն ավարտվել են, երբ նա հայտնաբերել է, որ իր անունով կրեդիտ քարտեր են պատվիրվել առանց իր իմացության։ Ռաֆֆին նայեց Մարինեի լուսանկարներին այլ տղամարդկանց հետ, սոցիալական միջոցառումներին, թանկարժեք հագուստով, ժպտալով նույն կերպ, ինչպես ժպտում էր իրեն։ Օրինաչափությունների նմանությունը սարսափելի էր։ Երկրորդը Ֆերդինանդ Աբրահամյանն էր, պլաստիկ վիրաբույժ։ Հարաբերությունները տել են 6 ամիս ավարտվել, երբ նրա ընտանիքը հայտնաբերել է, որ Մարինեն փորձել է համոզել Ֆերդինանդին փոխել կտակը, իրեն որպես շահառու ներառելու համար, Հովհաննեսը շարունակեց ցույց տալ ապացույցները։ Եվ երրորդը Ռոբերտ Դավթյանն էր, ներմուծման ոլորտի գործարար։ Այս հարաբերությունները գրեթե հասել էին ամուսնության, բայց նրա ընտանիքը մասնավոր քննիչ էր վարձել, որը բացահայտել էր նրա պատմությունը։ Ռաֆֆին սրտխառնոց զգաց ստամոքսում։ Նա Մարինեի առաջին զոհը չէր։ Նա ընդամենը հերթական փուլն էր մշակված խաբեությունների շարքով։ Ընդդեմ այն տղամարդկանց, որոնց նա համարում էր հարմար թիրախներ։ Ինչպես է նա այդքան մանրամասն տեղեկություններ ստացել իմ մասին։ Իմ ընկերության, իմ սովորությունների, մորս մասին, հարցրեց Ռաֆֆին, փորձելով հասկանալ խաբեության մեթոդաբանությունը։ Հովհաննեսը բացեց համակարգչի էկրանի տպագրություններով հատուկ թղթապանակ։ Սա հետաքննության ամենաանհանգստացնող մասն էր։ Մարինեն մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել ձեր մասին ամիսներ շարունակ, նախքան առաջին շփումը։ Նա ուսումնասիրել է ձեր հարցազրույցները գործարար թերթերում, մասնակցել է միջոցառումների, որտեղ գիտեր, որ դուք ներկա կլինեք, տեղեկություններ է հավաքել ձեր առօրյայի մասին այն ռեստորանների աշխատակիցների միջոցով, որոնք դուք հաճախում եք։ Ռաֆֆին տեսավ Google-ի որոնման էկրանի նկարներ իր անունով, լրագրողական հոդվածների կտրվածքներ իր ընկերության մասին, նույնիսկ իր լուսանկարները սոցիալական միջոցառումներից, որոնք պահպանվել էին նրա համակարգչի կազմակերպված թղթապանակներում։ Նա գիտեր, որ դուք վաղ եք կորցրել հորը, որ ձեզ մեծացրել է ձեր մայրը, որ դուք ինտենսիվ աշխատանքային գրաֆիկ ունեք։ Գիտեր, որ դուք հաճախում եք բարեգործական միջոցառումների հետաքրքրված եք սոցիալական նախագծերով։ Հովհաննեսը ցույց տվեց ձեռագիր գրառումներ, որոնք պարունակում էին Ռաֆֆիի անձնական տվյալները։ Ձեր հանդիպումը մանուկների հույսը հիմնադրամի միջոցառմանը պատահականություն չէր։ Նա գրանցվել էր որպես կամավոր հատուկ այն պատճառով, որ գիտեր, որ դուք այդ օրը բանախոս եք լինելու։
Բացահայտումը Ռաֆֆին հարվածեց որպես հարված կրծքին։ Այն պահը, որը նա համարում էր կախարդական, իսկական սիրո սկիզբ, խնամքով պլանավորված թակարդ էր եղել։ Մարինեն ուսումնասիրել էր նրա հուզական խոցելիությունները ստեղծել մի կերպար, որն անդիմադրելի կլիներ նրա համար։ Նա հետաքրքրություն է զարգացրել սոցիալական նպատակների նկատմամբ, քանի որ գիտեր, որ դա ձեզ կգրավի։ Ստեղծել է պատմություններ մահացած ընտանիքի մասին, ձեր կարեկցանքն արթնացնելու համար։ Ցուցաբերել է ֆինանսական անկախություն, քանի որ գիտեր, որ դուք շահամոլ կին չեք ուզում, Հովհաննեսը դադար տվեց։ Եվ նա ընտրել է ձեզ հատուկ այն պատճառով, որ ուսումնասիրել է ձեր մտերիմ հարաբերությունները մոր հետ։ Գիտեր, որ մորը մոտ պահող տղամարդն ավելի հակված կլինի լուրջ հարաբերությունների արագ ամուսնության։ Ռաֆֆին հիշեց, թե ինչպես էր Մարինեն հետաքրքրվել իր մոր պատմությամբ առաջին հանդիպումից ի վեր։ Ինչպես էր նա քնքուշ հարցեր տվել Սիլվայի մասին, ինչպես էր պնդել արագ ծանոթանալ նրա հետ, ինչպես էր հուզված թվացել իրենց դժվար մանկության մասին պատմություններից։ Պարոն Ռաֆֆի, ես պետք է մի բան ցույց տամ, Հովհաննեսը բացեց նոութբուքը մի հատուկ թղթապանակում։ Ես գտա նրա համակարգչում մի ֆայլ, որը նա անվանել էր նախագիծ ՌՍ։ ՌՍ, Ռաֆֆի Սարգսյան, ենթադրում եմ։ Դա ձեր վստահությունը շահելու մանրամասն պլան էր, փուլերի ժամանակացույցով կոնկրետ նպատակներով։ Ռաֆֆին էկրանին տեսավ սարսափելի կազմակերպված աղյուսակ։ Այն ուներ ամսաթվեր, ռազմավարություններ, նշաձողեր, որոնք պետք է հասանելի լինեին։ Առաջին ամիս, շահել վստահությունը, արթնացնել ռոմանտիկ հետաքրքրությունը։ Երկրորդ ամիս, ծանոթանալ ընտանիքի հետ, ցուցաբերել համատեղելիություն։ Երրորդ ամիս, խորացնել հուզական կապը, ներմուծել ապագայի գաղափարը։ Չորրորդ ամիս, նշանադրության առաջարկ։ 5-6-րդ ամիսներ, ամուսնության նախապատրաստություններ, լիարժեք ինտեգրում նրա առօրյային։ Հարաբերությունների յուրաքանչյուր փուլ, որը Ռաֆֆին ապրել էր ինքնաբուխ հուզականորեն, այնտեղ էր, պլանավորված որպես մարքեթինգային արշավ։ Մարինեն սերը վերածել էր ռազմավարության, մտերմությունը, մանիպուլյացիայի, ապագան, որը նրանք պետք է միասին կառուցեին, ֆինանսական նվաճման գործողության։ Եվ ահա վերջնական նպատակը, Հովհաննեսը մատնացույց արեց աղյուսակի մի հատուկ բաժին։ Ամուսնություն Զագսում, առանց գույքի բաժանման ռեժիմի։ Մուտք նրա բանկային հաշիվներին, որպես կին։ Մշտական ֆինանսական կայունություն, բաժանման դեպքում ալիմենտի միջոցով։ Ռաֆֆին վեր կացավ աթոռից, քայլեց դեպի սրճարանի պատուհանը։ Ներքում երանը սովորականի պես գործում էր։ Մեքենաներն անցնում էին, մարդիկ շտապ քայլում, կյանքը շարունակում էր իր բնականոն հունով։ Բայց նրա համար ամեն ինչ փոխվել էր։ Նրա կյանքի վերջին 6 ամիսները լիակատար սուտ էին եղել։ Եվս մի բան կա, պարոն, զգուշորեն ասաց Հովհաննեսը։ Ես կարողացա մուտք գործել նրա բջջայինի խոսակցությունների պատմություն, հեռախոսակապի ոլորտում ունեցած իմ կապի միջոցով։ Մարինեն շաբաթներ շարունակ խոսում էր ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբանի հետ, տալով կոնկրետ հարցեր ամուսնալուծության, գույքի բաժանման, ալիմենտի մասին։ Ռաֆֆին վերադարձավ սեղանի մոտ, ծանր նստեց։ Այն կինը, որին նա սիրում էր, որին ամուսնության առաջարկ էր արել, որի հետ միասին կյանք էր պլանավորում, պլանավորել էր նա այդ ամուսնության ավարտը, նախքան դրա սկսվելը։ Նա պլանավորում էր ամուսնանալ ինձ հետ, հետո բաժանվել, հարցրեց Ռաֆֆին, դեռ փորձելով մարսել խաբեության բարդությունը։ Այդպես է թվում։ Փաստաբանը նրան խորհուրդ էր տվել, թե ինչպես ապահովել գույքի ավելի մեծ բաժանում բաժանման դեպքում։ Նրանք քննարկել էին ֆինանսական կախվածությունը ապացուցելու ռազմավարություններ, նույնիսկ հուզական լքվածություն պնդելու հնարավորությունը, փոխհատուցման չափն ավելացնելու համար, Հովհաննեսը փակեց նոութբուքը։ Պարոն Ռաֆֆի, ձեր նա խկին հարսնացուն ամուսնություն չէր պլանավորում։ Նա պլանավորում էր ներդրում, երաշխավորված եկամուտով։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Ռաֆֆին պետք է մարսեր ոչ միայն մոր սպանության փորձը, այլ իր կրած մանիպուլյացիայի ողջ մասշտաբը։ Նրա վստահելու, սիրելու, հարաբերություններ կառուցելու կարողությունը փորձության բռնության էր ենթարկվել ամենադաժան ձով։ Մի վերջին տեղեկություն կա, որ պետք է կիսվեմ, ասաց Հովհաննեսը, նրա ձայնն էլ ավելի լուրջ էր։ Մարինեի ձեր մոր միջ ամուսնությունը հետաձգելու վերաբերյալ վիճաբանությունը պարզապես կարծիքների տարբերություն չէր։ Մարինեի համար այդ հետաձգումը ներկայացնում էր իր կառուցած ողջ պլանի լիակատար փլուզումը։ Ռաֆֆին նայեց Հովհաննեսին, սպասելով ավելի շատ բացատրությունների։
Նրան շաբաթներ շարունակ սպառնում են պարտատերերը։ Կամ վաշխառուներ, որոնք պահանջում են պարտքեր, որոնք նա վերցրել էր ձեզ հետ հարաբերությունների ընթացքում արտաքին տեսքը պահպանելու համար։ Ամուսնությունը միակ միջոցն էր, որ նա տեսնում էր բոլոր ֆինանսական խնդիրները միանգամից լուծելու համար։ Երբ Երմայրը առաջարկեց հետաձգումը, Մարինեն դա մեկնաբանեց որպես ուղիղ սպառնալիք իր գոյատմանը, Հովհաննեսը նշանակալի դադար տվեց։ Պարոն, ես կարծում եմ, որ ձեր մոր վրա հարձակվել են ոչ թե խանդի կամ խելագարության պատճառով։ Նրա վրա հարձակվել են, որովհետև նա ներկայացնում էր վերջին խոչընդոտը Մարինեի նրա բոլոր ֆինանսական խնդիրների լուծման միջ։ Ռաֆֆին սարսուռ զգաց ողնաշարով։ Սիլվան քիչ էր մնում կյանքը կորցներ, քանի որ մի հուսահատ կին նրա մեջ տեսել էր միակ խոչընդոտը ամիսներ շարունակ ձգվող կեղծիքի համար։ Հովհաննես, ուզում եմ, որ այս բոլոր տեղեկությունները հանձնես ոստիկանությանը։ Ուզում եմ, որ Մարինեն քրեական պատասխանատվություն կրի ոչ միայն սպանության փորձի, այլ իր կատարած բոլոր խաբեությունների, կեղծիքների խարդախությունների համար, ասաց Ռաֆֆին, նրա ձայնը լի վճռականությամբ։ Եվ ուզում եմ իմանալ, թե արդյոք կան այլ զոհեր, որոնք դեռ չեն իմացել, թե ինչ է պատահել իրենց։ Հովհաննեսը հաստատեց, որ նույն օրը կապ կհաստատի ոստիկանության բաժանմունքի հետ։ Ռաֆֆին վերադարձավ այն սենյակ, որտեղ ապաքիմ ում էր մայրը, տանելով այն ծանրությունը, որ իր մայրական բնազդը ճիշտ էր եղել առաջին իսկ պահից։ Սիլվան փորձել էր զգուշացնել նրան Մարինեի մասին, բայց նա չափազանց կուրացած էր այն բանով, ինչը սեր էր համարում, որպեսզի տեսներ ճշմարտությունը։ Երբ մտավ սենյակ, նա գտավ մորն արթուն, բուժքրոջ հետ ցածրաձայն խոսելիս առավոտյան դեղերի մասին։ Սիլվան նայեց որդուն անմիջապես նկատեց, որ նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվել է։ Որդիս, քո դեմքից դատելով, պատկերացնում եմ, որ ստացածդ լուրերը լավը չեն եղել, ասաց նա, ձեռքը մեկնելով, որպեսզի նա մոտենա։ Ռաֆֆին նստեց մահճակալի կողքին, քնքշորեն բռնեց մոր ձեռքը։ Երկար ժամեր անց առաջին անգամ նա իրեն թույլ տվեց զգալ մաքուր երախտագիտություն։ Երախտագիտություն ժամանակին հիվանդանոց հասնելու համար։ Երախտագիտություն անվերապահորեն սիրող մայր ունենալու համար։ Երախտագիտություն ճշմարտությունը բացահայտելու համար, նախքան շատ ուշ կլիներ։ Մամ, դու ճիշտ էիր Մարինեի մասին սկզբից ի վեր։ Ամեն ինչ, ինչ նա մեզ պատմել է, սուտ էր, ասաց Ռաֆֆին, նրա ձայնը խեղդվում էր հու զմունքից։ Եթե դու չկասկածեիր ամուսնությանը, եթե ես 3 ժամանակին չհասնեի, ես կարող էի կորցնել իմ կյանքի ամենակարևոր մարդուն։ Սիլվան սեղմեց որդու ձեռքը պատասխանեց այն իմաստությամբ, որը բավականաչափ ապրել էր հասկանալու համար, որ որոշ ցավեր անհրաժեշտ են ավելի մեծ ողբերգություններից խուսափելու համար։ Որդիս, երբեմն կյանքը մեզ պաշտպանում է այնպիսի ձերով, որոնք մենք հասկանում ենք միայն հետո։ Կարևորն այն է, որ մենք այստեղ ենք միասին, որ դու ժամանակին բացահայտեցիր, թե ով էր այդ կինն իրականում։ Ռաֆֆինս մի քանի րոպե մնաց մոր կողքին, մարսելով այն ամենը, ինչ բացահայտել էր վերջին ժամերին։ 6 ամսվա մեջ առաջին անգամ նա ոչ մի տեղ շտապելու ցանկություն չուներ։ Ոչ մի գործնական հանդիպում ավելի կարևոր չէր, քան այդ պահը, ոչ մի ֆինանսական որոշում ավելի վճռորոշ չէր, քան ապահովելը, որ մայրը լիովին ապաքինվի այդ տրավմատիկ փորձից։ Հաջորդ երկուշաբթի Ռաֆֆին մի որոշում կայացրեց, որը զարմացրեց բոլորին իր ընկերությունում։ Սարգսյան խորհրդատվություն ընկերության վարչության արտահերթ նիստի ժամանակ նա հայտ արարեց, որ ժամանակավորապես հեռանում է բոլոր գործադիր գործունեություններից անձնական հրատապ հարցերով զբաղվելու համար։ Մարդիկ, որոնք նրան ճանաչում էին տասնամյակներ շարունակ, երբեք չէին տեսել, որ Ռաֆֆին որ է անձնական հարց վեր դասի գործերից։ Պարոն Այկ, վերջին 15 տարիների ընթացքում ես իմ կյանքն ամբողջությամբ նվիրել եմ այս ընկերությանը։ Մենք միասին կառուցել ենք մի բան, որը ամուր է հարգված շուկայում, ասաց Ռաֆֆին, կանգնած հանդիպումների սեղանի գլխին, որտեղ նա ղեկավարել էր հարյուրավոր բանակցություններ։ Այժմ ես պետք է ժամանակ նվիրեմ այն մարդուն, ով այս ամենը հնարավոր է դարձրել։ Մայրս առողջական նուրբ պահ է ապրում, իմ ներկայությունը կենսական է նրա ապաքինման համար։ Ռոբերտ Մանուկյանը, ընկերության ամենահին գործընկերը Ռաֆֆիի անձնական ընկերը, փորձեց հետ պահել նրան։ Ռաֆֆի, մենք հասկանում ենք քո անհանգստությունը, բայց այս ամիս 3 միջազգային պայմանագիր է կնքվում։ Ամերիկյան բազմազգ ընկերության նախագիծը քո վերջնական հաստատման կարիքն ունի։ Չի կարող դա լինել ընդամենը մի քանի օրվա բացակ։ Այություն։
Ռաֆֆին նայեց այդ սենյակի բոլոր տղամարդկանց, գործադիրների, որոնք շնչում էին աղյուսակներով ապրում եռամսյակային արդյունքների համար, հասկացավ, թե ինչպես էր ինքը նույնպես նրանց նման եղել մինչ վերջերս։ Մոր սպանության փորձը գործել էր որպես խլացուցիչ ազդանշան, ցույց տալով նրան, որ կորցրել էր այն բանի զգացողությունը, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Ռոբերտ, 20 տարի շարունակ ես կառուցել եմ այս ընկերությունը, մտածելով, որ ապագա եմ կառուցում իմ ընտանիքի համար։ Բայց ինչ օգուտ ֆինանսական հաջողությունից, եթե ես կորցնում եմ այն մարդկանց, ովքեր իմաստ են տալիս այդ հաջողությանը, Ռաֆֆին դադար տվեց, նայելով պատուհանից, որտեղից երում էր հյուսիսային պողոտայի եռուզեռը։ Դուք բավականաչափ իրավասու եք ընկերությունը մի քանի ամիս ղեկավարելու համար։ Ես միայն մեկ մայր ունեմ, քիչ էր մնում կորցնեի նրան, չափազանց բացակա լինելու պատճառով։ Հանդիպումն ավարտվեց նրանով, որ Ռաֆֆին իր հիմնական պարտականությունները պատվիրակեց Ռոբերտին երկու այլ գործընկերների։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա գրասենյակից դուրս եկավ առավոտյան ժամը 9-ին, ուղղվելով դեպի հիվանդանոց, առանց գործադիր պայուսակի, նոութբուքի կամ կորպորատիվ բջջայինի։ Սիլվան այդ առավոտ տեղափոխվում էր վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ։ Բժիշկները նրա ֆիզիկական ապաքինումը գերազանց էին համարում, բայց խորհուրդ էին տալիս հոգեբանական ուղեկցություն հարձակման տրավման հաղթահարելու համար։ Երբ Ռաֆֆին հիվանդանոց հասավ, գտավ մորը նստած մահճակալի կողքի բազկաթոռին, հագին վարդագույն խալաթ, որը նա գնել էր նրա համար, զգուշորեն սանրելով իր ալեխառն մազերը։ Որդիս, ինչպիսի անակնկալ, որ այսքան շուտ այստեղ ես։ Այսօր առավոտյան կարևոր հանդիպում չունեիր, հարցրեց Սիլվան, ժպտալով, երբ տեսավ որդուն սենյակ մտնելիս։ Ունեի, մամ։ Եվ դա տարիների ընթացքում իմ ունեցած ամենակարևոր հանդիպումն էր, պատասխանեց Ռաֆֆին, համբուրելով նրա ճակատը։ Ես որոշեցի, որ մի որոշ ժամանակ կհեռանամ աշխատանքից, քո ապաքինմանը հետելու համար։ Սիլվան դադարեցրեց մազերը սանրելը, ուղիղ նայեց որդուն։ Ռաֆֆի, դու պարտավոր չես դա անել իմ պատճառով։ Ես լավ եմ, բժիշկներն ասացին, որ 2 օրից դուրս կգրվեմ։ Դու չես կարող թողնել քո պարտականությունները իմ պատճառով։ Ռաֆֆին նստեց մահճակալին, դեմ դիմաց այն բազկաթոռին, որտեղ նստած էր մայրը։ Մամ, ես ոչինչ չեմ թողնում։ Ես ընտրում եմ այն, ինչն ավելի կարևոր է։ Տարիներ շարունակ ես խոստացել եմ, որ երբ բավականաչափ հաջողակ լինեմ, ավելի շատ ժամանակ կանցկացնեմ քեզ հետ։ Դե, եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում Ռաֆֆին վերագտավ առօրյաներ, որոնք լիովին մոռացել էր։ Արթնանում էր առավոտյան ժամը 7-ին ոչ թե մարզասրահ, ապա գրասենյակ գնալու համար, այլ հանգիստ նախաճաշելու, ապա մորը հիվանդանոցից կամ բժշկական դուրսգրումից հետո արաբկիրում գտնվող նրա բնակարանից վերցնելու համար։ Նրանք առավոտյան միասին զբոսնում էին հաղթանակի զբոսայգում, կանգ առնելով զրուցելու այլ տարեցների հետ, որոնց Սիլվան ծանոթացել էր վերջին տարիների իր միայնակ զբոսանքների ընթացքում։ Ռաֆֆին բացահայտեց, որ մայրը սոցիալական առօրյա էր զարգացրել, որի մասին ինքը բոլորովին տեղյակ չէր։ Նա մասնակցում էր ընթերցանության խմբի, որը հավաքվում էր չորեքշաբթի օրերին թաղամասի գրադարանում, ուրբաթ օրերին ջրաներկի դասերի էր գնում, շաբաթ օրերին ընկերուհիների խմբի հետ բուրա էր խաղում։ Այդ բոլոր տարիների ընթացքում, երբ Ռաֆֆին մտածում էր, որ մորը միայն նյութական հարմարավետություն է ապահովում, նա կառուցել էր հարաբերություններով գործունեությամբ հարուստ կյանք։ Ինչու երբեք չես պատմել այս գործունեությունների մասին, մամ, հարցրեց Ռաֆֆին մի 5 շաբթի օր, երբ ուղեկցում էր նրան ջրաներկի դասի։ Որդիս, դու միշտ կիրակի օրերին այստեղ էիր գալիս աշխատանքի հոգսերով լի գլխով։ Ես տեսնում էի, որ դու հոգնած ես, ստրեսի մեջ, չէի ուզում քեզ ծանրաբեռնել իմ առօրյայի մանրամասներով, պատասխանեց Սիլվան, վրձինները դասավորելով փայտե տուփի մեջ։ Բացի այդ, մտածեցի, որ դու կանհանգստանաս, եթե իմանաս, որ ես մենակ եմ դուրս գալիս, ընկերություն անում մարդկանց հետ, որոնց դու չես ճանաչում։ Ռաֆֆին հասկացավ, թե որքան չափազանց պաշտպանող է եղել, թե ինչպես է թերագնահատել մոր սեփական կյանքը խնամելու կարողությունը։ Տարիներ շարունակ նա առաջարկել էր ֆինանսական նյութական անվտանգություն, բայց նա ստեղծել էր մի հարաբերություն, որտեղ ինքը ապահովողն էր, իսկ նա պաշտպանվածը, առանց Սիլվայի համար տարածք թողնելու, ցուցաբերելու իր անկախությունն ու անհատականությունը։ Մոր դերից դուրս ջրաներկի դասին Ռաֆֆին ծանոթացավ տիկին Կարինեի հետ, 70 տարեկան թոշակառու ուսուցչուհու, որը դարձել էր Սիլվայի մտերիմ ընկերուհին։ Տիկին Կարինեն նրան ընդունեց մայրական ջերմությամբ, բայց նա մի անկեղծությամբ, որը զարմացրեց նրան։
Պարոն Ռաֆֆի, ձեր մայրը շատ է խոսում ձեր մասին, այն հպարտության մասին, որ զգում է ձեր հաջողությունից։ Բայց ես նա գիտեմ, որ նա անընդհատ կարոտում է ձեզ, ասաց տիկին Կարինեն, ներկերը խառնելով փոքրիկ ներկապնակի վրա։ Սիլվան կյանքով լի, հետաքրքիր պատմություններով լի կին է, բայց երբեմն տխրում է, որ ոչ ոք չունի, ում հետ կիսվի առօրյայի մանրուքներով։ Այդ խոսքերը խորապես ազդեցին Ռաֆֆիի վրա։ Նա ապահովել էր այն ամենը, ինչը կարող էր համարում մոր համար, հարմարավետ տուն, բացառիկ առողջապահական ապահովագրություն, ֆինանս, ական անվտանգություն, սպասուհի, կենցաղային ծառայությունների համար։ Բայց անտեսել էր այն, ինչի կարիքը նա ամենաշատն ուներ, ընկերակցություն, զրույց, մեկի մշտական ներկայություն, ով կհետաքրքրվեր իր կյանքի պարզ մանրամասներով։ Ապաքինման ընթացքում Ռաֆֆին Սիլվան նոր ծեսեր հաստատեցին։ Ամեն առավոտ նրանք միասին սուրճ էին խմում նրա բնակարանի պատշգամբում, դիտելով արթնացող քաղաքի շարժը։ Ռաֆֆին բացահայտեց, որ մայրը շատ հետաքրքիր կարծիքներ ուներ քաղաքականության, տնտեսության, նույնիսկ իր գործերի մասին։ Տարիներ շարունակ նա նրա հետ խոսել էր միայն մակերեսային թեմաների շուրջ, չհասկանալով, որ Սիլվան հետում էր լուրերին, կարդում թերթեր, խորը մտորումներ ուներ շրջապատող աշխարհի մասին։ Որդիս, կարող եմ մի հարց տալ քո ընկերության մասին, ասաց Սիլվան մի առավոտ, երբ նրանք դիտում էին արի առաջին ճառագայթները, որոնք լուսավորում էին արաբկիրի շենքերը։ Իհարկե, մամ։ Կարող ես ցանկացած բան հարցնել։ Դու երբեք մտածել ես ընկերության միջոցով սոցիալական նախագծեր ստեղծելու մասին։ Գիտեմ, որ դու գումար ես նվիրաբերում տարբեր հաստատությունների, բայց երբեք չես մտածել ընկերության կառուցվածքն օգտագործելու, անապահով համայնքների վրա ուղղակիորեն ազդելու համար։ Ռաֆֆին զարմացավ հարցից։ Սիլվան առաջարկում էր մի բան, որը նա երբեք չէր դիտարկել, ընկերության մի մասը վերածել ուղղակի սոցիալական ազդեցության գործիքի, ոչ միայն ֆինանսական նվիրատվությունների։ Ավելի լավ բացատրիր այդ գաղափարը, մամ։ Դե, դու շատ հարգված ֆինանսական խորհրդատվական ընկերություն ունես։ Պատկերացնում եմ, թե քանի փոքր ձեռներեցներ, աղքատ համայնքների մարդիկ, կանանց կոոպերատիվներ կշահեին, եթե հասանելիություն ունենային մասնագիտական ֆինանսական ուղղորդմանը, Սիլվան խոսում էր աճող ոգորությամբ։ Միայն խոշոր ընկերություններին սպասարկելու փոխարեն, դուք կարող էիք ժամանակի մի մասը նվիրել համայնքներում ֆինանսական կառավարման հիմունքները սովորեցնելուն, օգնել փոքր բիզնեսներին կազմակերպվել, ուղղորդել ընտանիքներին ֆինանսական պլանավորման հարցում։ Ռաֆֆին հասկացավ, որ մայրն առաջարկում է իր բիզնես մոդելի համար հեղափոխական բան։ Տարիներ շարունակ նա կենտրոնաց ելեր բացառապես բարձրարժեք կորպորատիվ հաճախորդների վրա, առավելագույնի հասցնելով շահույթն ու աճը։ Իր փորձառությունն ուղղակի սոցիալական ազդեցության համար օգտագործելու գաղափարը երբեք նրա մտքով չէր անցել։ Մամ, սա հիանալի գաղափար է։ Ինչու երբեք ինձ այս մասին չես ասել։ Որովհետև նախկինում դու հասանելի չէիր լսելու համար, պատասխանեց Սիլվան քնքուշ ժպիտով։ Դու այնքան կենտրոնացած էիր ֆինանսապես աճելու վրա, որ աշխատանքի մասին ցանկացած խոսակցություն պետք է լիներ արդյունքների, պայմանագրերի, ընդլայնման մասին։ Հիմա նկատում եմ, որ դու ավելի բաց ես մտածելու այն բանի նպատակի մասին, ինչ անում ես, ոչ միայն դրա բերած եկամտի։ Ցերեկները Ռաֆֆին ուղեկցում էր մորն ընթերցանության խումբ, որտեղ ծանոթացավ նրա տարիքի այլ մարդկանց հետ, որոնք թոշակի անցնելուց հետո հարուստ հետաքրքիր կյանք էին կառուցել։ Տիկին Ալինան ամբողջ կյանքում դերձակուհի էր եղել, այժմ պատմվածքներ էր գրում Տավուշի մարզում անցկացրած իր մանկության մասին։ Պարոն Հակոբն աշխատել էր որպես մեխանիկ, այժմ հանգստյան օրերին ատաղձագործության դասեր էր տալիս անապահով երիտասարդներին։ Տիկին Վարդուհին 5 երեխա էր մեծացրել, միայնակ այժմ համակարգում էր մեծահասակների գրագիտության նախագիծ։ Ռաֆֆին գիտակցեց, թե ինչպես էր ապրել սոցիալական պղպջակի մեջ, շփվելով միայն գործարարների, գործադիրների բարձր եկամուտ ունեցող մարդկանց հետ։ Մայրը մյուս կողմից կապեր էր պահպանել տարբեր սոցիալական դասերի, տարբեր պատմությունների, տարբեր կյանքի հեռանկարներ ունեցող մարդկանց հետ։ Որդիս, այս մարդիկ ինձ շատ բան սովորեցրին դիմացկունության, նպատակ գտնելու մասին, նույնիսկ դժվարությունների դիմակայելիս, մեկնաբանեց Սիլվան ընթերցանության խմբում հատկապես ոգեշնչող մի օրվանից հետո։ Երբ մտածում եմ այն կյանքի մասին, որը դու ինձ տվել ես այդքան հարմարավետությամբ, երբեմն զգում եմ, որ վատնել եմ հնարավորությունները, այդ հարմարավետությունն օգտագործելու համար օգնելու այն մարդկանց, ովքեր անցնում են այն դժվարությունների միջով, որոնց միջով մենք անցել ենք անցյալում։ Ռաֆֆին սկսեց հասկանալ, որ գործերից հեռանալը ոչ միայն թույլ էր տալիս նրան խնամել մոր ապաքինումը։ Դա թու
Իլ էր տալիս նա իրեն ապաքինվել տարիներ շարունակ բացառապես ֆինանսական կուտակման մասնագիտական աճի վրա կենտրոնացած կյանքից։ Սիլվային սպասարկող հոգեբանի հետ զրույցի ընթացքում Ռաֆֆին հրավիրեցին մասնակցելու մի քանի սեանսների։ Բժիշկ Պողոս Ստեփանյանը բացատրեց, որ հարձակման զոհերի հուզական ապաքինումը հաճախ ներառում է ամբողջ ընտանիքը, հատկապես երբ կան այնքան սերտ կապեր, որքան գոյություն ուներ մոր-որդու միջ։ Ռաֆֆի, ձեր մայրը պայքարում է ոչ միայն հարձակման տրավմայի, այլ մեղքի զգացումների դեմ, որ չի կարողացել ձեզ ավելի արդյունավետ զգուշացնել Մարինեի մասին, բացատրեց բժիշկ Պողոսը համատեղ սեանսի ժամանակ։ Նա զգում է, որ կարող էր խուսափել ձեզ այս հիասթափությունից, եթե ավելի վճռական լիներ հարաբերությունների դեմ իր առարկություններում։ Ռաֆֆին նայեց մորը, որը նստած էր գրասենյակի հարմարավետ բազկաթոռին, խուսափելով նրան ուղիղ նայելուց։ Մամ, դու ոչ մի մեղք չունես տեղի ունեցածի համար։ Մարինեն ինձ լիովին խաբել է։ Եթե որը մեկը մեղավոր է, դա ես եմ, չլսելու համար այն նշանները, որոնք դու փորձում էիր ինձ ցույց տալ։ Որդիս, ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ, բայց վախեցա տիրակալ, խանդոտ մոր տպավորություն թողնել։ Վախեցա, որ դու կընտրես նրա հետ մնալ, կհեռանաս ինձնից, խոստովանեց Սիլվան, նրա ձայնը խեղդվում էր հուզմունքից։ Ես նախընտրեցի լուռ մնալ, քան ռիսկի դիմել քեզ կորցնելու։ Բժիշկ Պողոսը միջամտեց։ Սա շատ տարածված օրինաչափություն է ընտանիքներում։ Մեծահասակ երեխաների հարաբերություններին խառնվելու վախը հաճախ խանգարում է ծնողներին արտահայտել օրինական մտահոգությունները։ Սիլվա, դուք փորձել եք զգուշացնել Ռաֆֆիին այն սահմանափակումների շրջանակներում, որոնք դուք ինքներդ ձեզ համար սահմանել էիք, նրա հետ հարաբերությունները պահպանելու համար։ Այդ սեանսի ընթացքում Ռաֆֆին նրա մայրը բացահայտ խոսեցին վախերի, ակնկալիքների կախվածության դինամիկայի մասին, որը հաստատվել էր նրանց միջ տարիների ընթացքում։ Ռաֆֆին հասկացավ, որ մոր մանկության ընթացքում կատարած զոհողությունները հատուցելու փորձի մեջ նա ստեղծել էր մի իրավիճակ, որտեղ նա իրեն պարտավորված էր զգում պասիվորեն ընդունել այն ամենը, ինչ ինքը որոշում էր նրա կյանքի համար։ Մամ, ուզում եմ, որ իմանաս, որ կարող ես ինձ հետ չհամաձայնել, կարող ես ինձ խորհուրդներ տալ, կարող ես կասկածի տակ դնել իմ որոշումները։ Քո կարծիքը ոչ միայն ողջունելի է, այլ հիմնարար ինձ համար, ասաց Ռաֆֆին, սեանսի ընթացքում բռնելով նրա ձեռքերը։ Ես այլս չեմ ուզում, որ դու քեզ պարտավորված զգաս ինձ հետ համաձայնելու միայն այն պատճառով, որ ես վճարում եմ քո հաշիվները։ Սիլվան ժպտաց արցունքների միջով։ Որդիս, այս բոլոր տարիների ընթացքում ես սովորել եմ լինել այն մայրը, որը ստանում է քնքշություն խնամք, բայց մոռացել եմ լինել այն մայրը, որը տալիս է ուղղորդում պաշտպանություն։ Երբ տեսա, թե ինչպես է Մարինեն փորձում ինձ վնասել, հիշեցի, որ իմ դերը ոչ միայն քո կողմից խնամվելն է, այլ նա քեզ խնամելը։ Այդ երեկո հոգեբանի գրասենյակից դուրս գալով, Ռաֆֆին Սիլվան դանդաղ քայլում էին փողոցով, ոչ մի տեղ հասնելու չշտապելով։ Աշնանային արը ֆիլտրվում էր ծառերի միջով, ստեղծելով պարող ստվերներ մայթին։ Ռաֆֆին գիտակցեց, որ չի կարոտում գործադիր հանդիպումները, լարված բանակցու թյունները, միլիոնավոր դոլարների պայմանագրերի կնքման ադրենալինը։ Որդիս, կարող եմ քեզ մի հարց տալ, ասաց Սիլվան, կանգ առնելով հրապարակի նստարանի մոտ։ Միշտ կարող ես, մամ։ Դու հիմա երջանիկ ես։ Ասում եմ, առանց գործերի, առանց շտապողականության, առանց Մարինեի։ Դու քեզ լավ ես զգում։ Ռաֆֆին մի քանի վայրկյան մտածեց, պատասխանելուց առաջ։ Մամ, ես ավելի խաղաղ եմ, քան զգում էի տարիներ շարունակ։ Բացահայտեցի, որ վազում էի այնպիսի բաների հետից, որոնք կարծում էի ինձ երջանիկ կդարձնեին, բայց իրականում ինձ հեռացնում էին նրանից, ինչն ինձ իսկապես լավ է անում։ Իսկ ինչն է քեզ իսկապես լավ անում, որդիս։ Ռաֆֆին նայեց մորը, այն աչքերին, որոնք ուղեկցել էին նրան իր ողջ ճանապարհորդության ընթացքում, պատասխանեց լիակատար համոզմունքով։ Ներկա լինել այն մարդկանց կյանքում, ում սիրում եմ։ Ժամանակ ունենալ իսկական զրույցների համար։ Կարողանալ օգնել այլ մարդկանց ոչ միայն փողով, այլ ներկայությամբ ուշադրությամբ։ Սիլվան ժպտաց սեղմեց որդու ձեռքը։ Հիվանդանոցում տեղի ունեցած հարձակումից հետո առաջին անգամ նա իրեն լիովին ապահով զգաց։ Ոչ միայն ֆիզիկապես պաշտպանված, այլ հուզականորեն ընդունված մի հարաբերության մեջ, որը վերջապես գտել էր իր իսկական հավասարակշռությունը։ Հիվանդանոցում տեղի ունեցած հարձակումից 2 ամիս անց Ռաֆֆին ստացավ այն զանգը, որին սպասում էր քրեական իրավունքի փաստաբանից, որին վարձել էր գործին հետելու համար։
Մարինե Վարդանյանը համաձայնել էր գործարքի, խոստովանելով ոչ միայն Սիլվա Սարգսյանի դեմ հարձակման փորձը, այլ վերջին 5 տարիների ընթացքում այլ տղամարդկանց դեմ ֆինանսական խարդախությունների պատմությունը։ Պարոն Ռաֆֆի, նա կրելու է 7 տարվա ազատազրկում մարմնական վնասվածքի փորձի համար, աննշան դրդապատճառով ծանրացուցիչ հանգամանքով, բացի այդ, պատասխանատվություն կկրի որակյալ խարդախության համար, բացահայտված միո. Ըստ դեպքերի համար, տեղեկացրեց փաստաբան Մարսել Թավարյանը կենտրոնում գտնվող իր գրասենյակում հանդիպման ժամանակ։ Դատարանը համարել է, որ եղել է կանխամտածվածություն, որ հանցագործությունը կատարվել է խոցելի վիճակում գտնվող տարեց անձի դեմ։ Ռաֆֆին լսեց տեղեկությունները հակասական զգացումներով։ Մի կողմից, կար զգացում, որ արդարությունը հաղթանակում է։ Մարինեն պատասխան կտար իր կատարած հանցագործությունների համար, այլ հնարավոր զոհեր պաշտպանված կլինեին։ Մյուս կողմից, Ռաֆֆին զայրույթ կամ վրեժխնդրության ծարավ չէր զգում։ Գերակշռում էր խորը տխրությունը այն մարդկային ողբերգության համար, որը ներկայացնում էր այդ իրավիճակը։ Պարոն Մարսել, նա զղջում ցուցաբերել է լսումների ընթացքում, հարցրեց Ռաֆֆին։ Անկեղծ ասած, կարծես թե նրա զղջումն ավելի շատ կապված է հետանքների, քան արարքների լրջության հետ։ Ցուցմունքների ընթացքում նա փորձել է նվազեցնել ձեր մոր դեմ հարձակումը, ասելով, որ դա հուսահատության պահ էր, բայց շարունակել է արդարացնել մյուս խարդախությունները որպես հրատապ ֆինանսական կարիքներ, փաստաբանը թերթեց գործի թղթերը։ Դատավորներին ամենաշատը տպավորել է այն սառնությունը, որով նա պլանավորում էր հարաբերությունները։ Նա նույնիսկ նոթատետր է ունեցել, յուրաքանչյուր ծանոթացած տղամարդու նախասիրությունների մասին գրառումներով։ Ռաֆֆին հիշեց նախագիծ ՌՍ, որը Հովհաննեսը բացահայտել էր նրա համակարգչում։ Սիրո վերածումը արտրային ռազմավարության, մտերմության, հաշվարկված մանիպուլյացիայի։ Դա ապամարտկայնացման միծ էր, որը գերազանցում էր պարզ ֆինանսական ագահությունը։ Երբ դուրս եկավ փաստաբանի գրասենյակից, Ռաֆֆին տուն չգնաց, ոչ էլ հիվանդանոց, մորն այցելելու, ինչպես դարձել էր սովորություն։ Փոխարենը, նա մեքենան քշեց դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, Երանի կենտրոնում։ Նա առանձնապես կրոնասեր մարդ չէր, բայց զգում էր մտորումների կարիք մի միջավայրում, որը հրավիրում էր ներքին լռության։ Նստած գլխավոր նավի փայտե նստարաններից մեկին, Ռաֆֆին դիտում էր գունավոր վիտրաժները, որոնք ֆիլտրում էին ուշ երեկոյան ոսկեգույն լույսը։ Մարդկանց մշտական շարժը, մոմեր վառելիս, լուռ աղոթքներ անելիս, ինչ-որ մխիթարություն կամ ուղղորդում փնտրելիս, հանգստացրեց նրան։ Այնտեղ, հարյուրավոր անանուն մարդկային պատմությունների մեջ, նա կարող էր մարսել սեփական պատմությունը, առանց դատողությունների կամ ակնկալիքների։ Այդ ժամանակ մոտեցավ Տեր Անտոն քահանան։ 60 տարեկան տղամարդ, ալեխառն մազերով խաղաղ արտահայտությամբ, Տեր Անտոնը նկատել էր, որ Ռաֆֆին եկեղեցու մշտական այցելու չէ, բայց ակնհայտորեն ինչ-որ ուղղորդում էր փնտրում։ Բարի օր, որդիս։ Տեսա, որ արդեն որոշ ժամանակ այստեղ ես։ Կցանկանայիր զրուցել։ Ռաֆֆին համառոտ բացատրեց այն իրավիճակը, որն ապրել էր վերջին շաբաթներին։ Դավաճանության բացահայտումը, մոր սպանության փորձը, դատական գործընթացը, մարդկանց սեփական զգացմունքներին նորից վստահելու դժվարությունը։ Տեր հայր, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մարդն այդքան սառնասրտորեն պլանավորել վնասել այլ մարդկանց։ Եվ ինձ ամենաշատը վախեցնում է այն, որ ես նրա նկատմամբ զայրույթ չեմ զգում։ Զգում եմ խորը տխրություն, կարծես նա նույնպես զոհ է ինչ-որ բանի, որը չեմ կարողանում բացահայտել, խոստովանեց Ռաֆֆին։ Տեր Ա. Նտոնը ուշադիր լսեց, պատասխանելուց առաջ։ Ռաֆֆի, դու անցնում ես մի բանի միջով, որին բախվում են շատ մարդիկ, երբ բացահայտում են, որ իրենց այդքան խորը դավաճանել են։ Զայրույթի բացակայությունը չի նշանակում թուլություն կամ միամտություն։ Դա կարող է նշանակել իմաստություն։ Ինչպես, Տեր հայր։ Զայրույթը բնական զգացմունք է, երբ մեզ վիրավորում են, բայց այն կարող է նա կուրացնել մեզ այն կարևոր դասերի նկատմամբ, որոնք ցավը կարող է սովորեցնել։ Դու ասացիր, որ տխրություն ես զգում այդ կնոջ համար։ Դա ցույց է տալիս, որ դու կարողանում ես նրա մեջ տեսնել ոչ միայն հարձակվողին, այլ մի մարդու, որը կորել է ճանապարհին, որը սարսափելի ընտրություններ է կատարել, որոնք ոչնչացրել են ոչ միայն այլ մարդկանց կյանքը, այլ նրա սեփական կյանքը նույնպես։ Ռաֆֆին մտածեց այդ խոսքերի մասին։ Իրոք, պատկերացնելով Մարինեին 7 տարվա ազատազրկման մեջ, նա բավարարվածություն չէր զգում։ Խղճում էր մի կնոջ, որը համակարգված կերպով ոչնչացրել էր հարաբերություններ, պարտադրաբար ստել էր, հասել էր այն կետին, որ փորձել էր սպանել անպաշտպան տարը։ Կնոջ, ֆինանսական հուսահատությունից։
Տեր հայր, մայրս անցյալ շաբաթ ինձ հետաքրքիր բան ասաց։ Նա ասաց, որ ներումը ոչ թե թույլ տալն է, որ որևէ մեկը վերադառնա մեր կյանք, այլ մեր սիրտը ազատելն է այն ցավից, որը այդ մարդը պատճառել է։ Դա ձեզ համար իմաստ ունի։ Լիովին իմաստ ունի։ Իսկական ներումը անձնական ազատագրման ակտ է, ոչ թե հրավեր, որ իրավիճակը կրկնվի։ Ձեր մայրը խորը իմաստություն է ցուցաբերել, Տեր Անտոնը դադար տվեց։ Կարող եմ մի հարց տալ։ Դուք հավատում եք, որ Աստված որևէ դեր է ունեցել այն փաստում, որ դուք հիվանդանոց եք հասել հենց այն պահին, երբ մայրը ձեր կարիքն ուներ։ Ռաֆին այս հարցի մասին մի քանի անգամ մտածել էր վերջին շաբաթների ընթացքում։ Այդ օրը նա ոչ մի տրամաբանական պատճառ չուներ գրասենյակից շուտ դուրս գալու։ Նա հանդիպումներ ուներ նշանակված մինչ երեկո։ Ծաղիկներ գնելու մորն այցելելու որոշումը իմպուլսիվ էր, բնազդական, գրեթե անբացատրելի։ Անկեղծ ասած, Տեր հայր, չգիտեմ։ Բայց գիտեմ, որ ինչ-որ բան ինձ դրդեց դուրս գալ գրասենյակից այդ պահին, այդ ինչ-որ բանը փրկեց իմ գոյության ամենակարևոր մարդու կյանքը։ Երբեմն, Ռաֆի, Աստված մեզ թույլ է տալիս ժամանակին տեսնել ճշմարտությունը։ Ոչ թե մեզ վիրավորելու, այլ մեզ փրկելու համար։ Դու բացահայտեցիր, թե ով էր այդ կինն իրականում, նախքան շատ ուշ կլիներ։ Մայրդ պաշտպանվեց։ Դուք երկուստ հնարավորություն ունեցաք վերագնահատելու, թե ինչն է իրականում կարոր կյանքում։ Գուցե այդ սարսափելի փորձը նա աստվածային պաշտպանության միծ էր։ Այդ զրույցը ներքին խաղաղություն բերեց, որը Ռաֆին ամիսներ շարունակ չէր զգացել։ Խոսքը ոչ թե տեղի ունեցածի համար կրոնական բացատրություններ գտնելու մասին էր, այլ ընդունելու, որ նույնիսկ ամենացավոտ իրավիճակներում կարող են լինել պաշտպանության աճի տարրեր, որոնք պարզ են դառնում միայն ժամանակի ընթացքում։ Երբ այդ գիշեր տուն հասավ, Ռաֆին մորից հաղորդագրություն գտավ բջջայինում։ Որդիս, վաղվա համար հատուկ ընթրիք եմ պատրաստում։ Քեզ համար անակնկալ ունեմ։ Հաջորդ օրը Ռաֆին հասավ Սիլվայի բնակարան, գտավ սեղանը մեծ սիրով գցված։ Կային թարմ ծաղիկներ, վառվող մոմեր, ուտեստներ, որոնք նա ճանաչում էր մանկուց։ Մայ. Սմբուկով լազանյա էր պատրաստել, նրա սիրելի ուտեստը մանկուց, որը նա պատրաստում էր միայն շատ հատուկ առիթներով։ Մամ, ինչ հատուկ առիթ ենք նշում։ Մենք նշում ենք մեր կյանքի նոր սկիզբը, որդիս։ Եվ ես քեզ մի կարևոր բան ունեմ ասելու, Սիլվան ժպտաց մի փայլով աչքերում, որը Ռաֆին տարիներ շարունակ չէր տեսել։ Ես որոշեցի ընդունել տիկին Կարինեի հրավերը, համակարգելու մեծահասակների գրագիտության նախագիծը թաղամասի գրադարանում։ Ռաֆին ժպտաց, հպարտանալով մոր որոշմամբ։ Դա հրաշալի է, մամ։ Դու միշտ հիանալի ուսուցիչ ես եղել։ Բայց դա դեռ ամենը չէ։ Ես խոսեցի տիկին Ալինայի, պարոն Հակոբի, տիկին Վարդուհու հետ այն գաղափարի մասին, որը մենք քննարկեցինք, քո ընկերությունն օգտագործել սոցիալական նախագծերի համար։ Նրանք շատ կցանկանային քեզ հետ խոսել անապահով համայնքների իրական կարիքների մասին, որպեսզի դուք կարողանաք ստեղծել ֆինանսական խորհրդատվության ծրագրեր, որոնք իրականում տարբերություն կբերեն։ Ռաֆին հասկացավ, որ մայրը ոչ միայն ապաքինվում է հարձակումից։ Նա վերաիմաստավորում էր իրեն, ստանձնելով ավելի ակտիվ նախաձեռնող դեր։ Տրավման նրա մեջ արթնացրել էր շրջապատող աշխարհին ավելի նշանակալի կերպով նպաստելու հրատապություն։ Մամ, ես սիրով կզրուցեմ նրանց հետ։ Իրականում, ես արդեն սկսել եմ Ռոբերտի մյուս գործընկերների հետ քննարկել, թե ինչպես վերակառուցել ընկերության մի մասը, ուղղակի սոցիալական պատասխանատվություն ներառելու համար։ Ընթրիքի ընթացքում մայր ու որդի խոսեցին ապագայի կոնկրետ պլանների մասին։ Ռաֆին որոշել էր աստիճանաբար վերադառնալ աշխատանքի, բայց բոլորովին այլ մոտեցմամբ։ Նա մտադիր էր կրճատել աշխատանքային բեռը շաբաթական 3 օրվա, մյուս օրերը նվիրելով սոցիալական նախագծերին, ամենակարևորը՝ մոր կյանքում հետողականորեն ներկա լինելուն։ Որդիս, կարող եմ քեզ մի անձնական հարց տալ։ Իհարկե, մամ։ Դու վախենում ես նորից հարաբերություններ սկսելուց։ Այլ կնոջ վստահելուց, այն ամենից հետո, ինչի միջով անցար։ Ռաֆին ուշադիր մտածեց, պատասխանելուց առաջ։ Այո, վախենում եմ, մամ։ Բայց դա կաթվածահար անող վախ չէ։ Դա մի վախ է, որն ինձ ավելի ուշադիր, ավելի զգույշ է դարձնում։ Ես սովորեցի, որ կարևոր է իսկապես ճանաչել մարդուն, նախքան հուզականորեն ներգրավվելը։ Իսկ ինչ է նշանակում իսկապես ճանաչել մարդուն։
Ճանաչել նրա ընտանիքը, նրա ընկերներին, մասնակցել նրա առօրյային, տեսնել, թե ինչպես է նա վերաբերվում այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն կարող առաջարկել փոխարենը։ Մարինեն ինձ երբեք ոչ ոքի չներկայացրեց իր կյանքից, որովհետև ոչ ոք չկար։ Նա հորինված կերպար էր ստեղծել հատուկ ինձ գրավելու համար։ Սիլվան համաձայնեց։ Ապագայում, երբ դու ծանոթանաս ինչ-որ հատուկ մեկի հետ, ես կցանկանայի ավելի շատ մասնակցել այդ մարդու գնահատմանը։ Ոչ թե խառնվելու, այլ նպաստելու այն մարդու տեսանկյունով, ով քեզ սիրում է ուզում է պաշտպանել։ Մամ, ես շատ եմ ուզում քո կարծիքը ցանկացած կարևոր մարդու մասին, որը կհայտնվի իմ կյանքում։ Քո ինտուիցիան Մարինեի մասին ճիշտ էր առաջին իսկ պահից։ Ես պետք է ավելի շատ արժեք տայի քո նշաններին։ Ընթրիքից հետո նրանք գնացին պատշգամբ։ Արը սկսում էր մայր մտնել երանի վրա, երկինքը ներկելով ոսկեգույն նարնջագույն երանգներով։ Քաղաքը ձգվում էր մինչ հորիզոն, իր լույսերով, որոնք սկսում էին մեկ առ մեկ վառվել։ Այդ բարձրությունից փողոցների եռուզեռը հեռավոր լուր էր թվում։ Ռաֆին Սիլվան նստեցին կողք կողքի հարմարավետ բազկաթոռներին, դիտելով լույսի փոփոխությունը։ Բառերի կարիք չկար։ Մեկմեկու ներկայությունը, այն ամենից հետո, ինչի միջով միասին անցել էին, բավարար էր։ Որդիս, գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորել այս ամբողջ փորձի մեջ։ Ինչը, մամ։ Բացահայտելը, որ նույնիսկ 68 տարեկանում ես դեռ կարող եմ զարմացնել քեզ, զարմացնել ինձ։ Տասնամյակներ շարունակ ես սովորել եմ լինել միայն այն մայրը, որը խնամք է ստանում, որն ընդունում է նվերներ, որը երախտապարտ է զգում այն ամենի համար, ինչ դու ինձ տվել ես։ Բայց Մարինեին դիմակայելը, նույնիսկ նրա կողմից հարձակման ենթարկվելով, ինձ հիշեցրեց, որ ես դեռ ուժ ունեմ պաշտպանելու մեր ընտանիքը։ Ռաֆին քնքշորեն բռնեց մոր ձեռքը։ Մամ, դու միշտ ինձ պաշտպանել ես։ Ման գուլց։ Տարբերությունն այն է, որ հիմա ես ներկա եմ այդ պաշտպանությունը ճանաչելու համար։ Իսկ դու, որդիս, ի՞նչն է քեզ ամենաշատը տպավորել։ Ռաֆին նայեց ներքի։ Քաղաքին, այն լույսերին, որոնք վառվում էին հազարավոր պատուհաններում, յուրաքանչյուրը ներկայացնելով մի պատմություն, մի ընտանիք, մի ապրվող կյանք։ Ես բացահայտեցի, որ սերը սխալ տեղում էի փնտրում։ Փնտրում էի մի կնոջ, որը կլրացներ իմ կյանքը, երբ իրականում ամենաիսկական սերը, որ ես ունեմ, միշտ այստեղ է եղել, այս պատշգամբում, այս զրույցներում, այս ընկերակցության մեջ։ Սիլվան ժպտաց։ Դա չի նշանակում, որ դու ապագայում չես կարող սիրել մի հատուկ կնոջ։ Դա նշանակում է, որ հիմա դու գիտես տարբերել իսկական սերն ու լավ կառուցված պատրանքը։ Մայրամուտն ավարտվեց, քաղաքի լույսերն ամբողջությամբ տիրեցին տեսարանին։ Երանը փայլում էր եկող գիշերվա մեջ, կենսունակ հնարավորություններով լի։ Ռաֆին գիտակցեց, որ չի կարոտում շտապողականությունը, մինչ ուշ գիշեր ձգվող պարտականությունները, հանդիպումները, որոնք խանգարում էին նրան ներկա լինել այսպիսի պահերին։ Մամ, շնորհակալ եմ։ Ինչի՞։ Համար, որդիս։ Ինձ սովորեցնելու համար, նույնիսկ առանց բառերի, որ իսկական սերը ներկայություն է, հետողականություն, անկեղծ խնամք։ Մարինեն ինձ առաջարկեց գիրք, արկած կատարյալ ապագայի խոստում։ Դու ինձ առաջարկում ես շատ ավելի արժեքավոր բան, անվերապահ սիրո վստահություն, որը ապացույցների կամ ցուցադրությունների կարիք չունի։ Սիլվան վեր կացավ բազկաթոռից, համբուրեց որդու ճակատը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր, մխիթարության կարիք ուներ։ Որդիս, այն ամենից հետո, ինչի միջով մենք անցանք, ես մի բանում վստահ եմ, մենք մի ընտանիք ենք, որը գիտի գոյատել ցանկացած փոթորիկ։ Եվ հիմա, վերջապես, գիտենք նա վայելել խաղաղության պահերը։ Ռաֆինս մի քանի րոպե մնաց պատշգամբում, երբ մայրը գնաց քնելու։ Դիտելով լուսավորված քաղաքը, նա մտածում էր, թե ինչպես է կյանքն ամբողջությամբ փոխվել մի քանի ամսվա ընթացքում։ Այն, ինչը քիչ էր մնում դառնար իր գոյության ամենամեծ ողբերգությունը, վերածվել էր ամենամեծ դասի այն մասին, թե ինչն է իրականում կարևոր։ Նա այլս հարսնացու չուներ, այլս չուներ այն գործարար առօրյան, որը խլում էր նրա օրվա յուրաքանչյուր րոպեն, այլս չուներ այն պատրանքը, որ ֆինանսական հաջողությունը բավարար է երջանկությունն ապահովելու համար։ Բայց նա ուներ անսահման ավելի արժեքավոր բան, առողջ ներկա մայր, ճշմարտության փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանեկան հարաբերություն, պարզություն այն մասին, թե որ տեսակի սերն է արժե փնտրել պահպանել։ Քաղաքի լույսերը թարթում էին որպես երկրային աստղեր, յուրաքանչյուրը պատմելով մի տարբեր պատմություն։ Ռաֆին գիտակցեց, որ իր սեփական պատմությունը լիովին վերագրվել էր վերջին շաբաթների ընթացքում։
Աճով տարված գործարարը դարձել էր նպատակ փնտրող մարդ։ Բացակա որդին դարձել էր ներկա ուղեկից։ Պատրանքով սիրահարված մարդը դարձել էր մեկը, ով ունակ էր ճանաչել գնահատել իսկական սերը։ Սիրելի ունկնդիրներ, Ռաֆֆի Սիլվայի ճանապարհորդությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն ամենացավոտ իրավիճակները կրում են ամենամեծ նվերները։ Եթե այս պատմությունը հուզեց ձեր սիրտը, եթե դուք հուզվեցիք այս փոխակերպումից, դրեք ձեր հավանումը մեզ ցույց տալու համար, որ այսպիսի պատմությունները տարբերություն են բերում ձեր կյանքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային սրտի ամենախորը զգացմունքները։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել Ռաֆֆիի նրա մոր այս պատմության մեջ։ Դավաճանության բացահայտումը, մայրական սիրո ուժը, թե նորից սկսելու կարողությունն է ձեզ ամենաշատը ոգեշնչել։ Ձեր խոսքերն օգնում են մեզ ստեղծել ավելի հուզիչ պատմություններ։ Վաղը մենք նորից այստեղ կլինենք նոր հուզական ճանապարհորդությամբ, որովհետև գիտենք, որ դուք, ինչպես մենք, հավատում եք, որ հենց պատմությունների միջոցով ենք մենք ավելի լավ հասկանում մեզ շրջապատող աշխարհը։